Սիրելի Աստծո եկեղեցի, այսօրվա իմ քարոզի վերնագիրն է ով է Հիսուսը։ Եթե չեք մոռացել վերջին 4 թեմաները, որոնց մասին ես խոսել եմ, վերաբերվում էր նրան եւ վերնագիրն էր ինչ է Տիրոջ անունը, չէ՞, կամ կանչիր Տիրոջ անունը։ Այսօրվա քարոզս ուրիշ թեմա է, բայց կարծես թե շարունակությունն է նրա, շատ նման է նրան մտքով եւ խնդրում եմ ուշադիր եղեք, որտեվ այսօր չեմ վերջացնելու քարոզս ու հաջորդ անգամ երբ որ կշարունակեմ շատ կարևոր բանի մասին ենք խոսելու, բայց եթե չլսեք ու չհասկանաք ինչի մասին եմ խոսում այսօր, հաջորդ անգամ որ լսեք ձեր համար շատ, ինչ ասեմ, կարող է պարզ չլինի ու չհասկանաք թե ինչի մասին էի ուզում ես կիսվեմ ձեր հետ միասին։ Ուրեմն ինչ է կարծում, Աստծո համար ունի նշանակություն, ունի կարևորություն քո կարծիքը իր հանդեպ, թե ինչ ես մտածում դու նրա մասին կամ ինչպես ես պատկերացնում դու Աստծուն։ Եվ կուզենար արդյոք Աստված, որ դու փոխեիր քո կարծիքը, եթե քո կարծիքը սխալ է եւ չի համապատասխանում այն իրականությանը, ինչը որ կա։ Օրինակ, ես շատ անգամներ եմ լսել, որ մարդիկ խոսում են եւ ինչ են ասում, այսպիսի մի արտահայտություն կա. Աստված պապին կգա, քեզ կպատժի։ Լսել եք տենց արտահայտություն։ Օրինակ, ես միշտ չեմ, եթե երեխան է տենց ինչ որ մի բան ասում, նու կարելի է հասկանալ երեխային չի հասկանում, բայց եթե մեծն է երեխային սովորացնում, որ Աստված պապին հեսա կգա, քեզ կպատժի, սա սխալ արտահայտություն է, որը ընդհանրապես պետք չի ինչ որ մի բան նմանատիպ ձևերով մեր երեխաներին սովորեցնենք։ Մի անգամ, երբ որ Սեթրակ եղբայրը այստեղ խոսք էր խոսում, հիշում եմ, ոչ երկար ժամանակ առաջ, այստեղ մեր եկեղեցում նստած մի հատ փոքրիկ կար ու հետեւյալ արտահայտություն էր արել իր տատին, ասել էր տատի ջան, ասել էր այս Աստված պապին, ասել էր շատ է երկար խոսում, ես հոգնել եմ։ Ու նկատի ուներ Սեթրակ եղբորը։ Հետո որ իր տատիկը պատմեց, ու ծիծաղեցինք, ուրախացանք, մի երկու անգամ ասել էր Աստված պապին, ու Սեթրակ եղբորը որ ասեցի երեխեքից մեկը մարդկա քեզ ասում Աստված պապի, հետո ճիշտ է, բնականաբար բացատրեցի, որ այդպես բան չկա, չի կարելի ասել, բայց ամենայն դեպս, երբ որ փոքրիկն է ասում, կարելի է փոքրիկին ինչ որտեղ հասկանանք, չի հասկանում, բայց երբ որ մեծն է սովորացնում երեխային, այս արդեն ուրեմն նորմալ չի։ Եվ հետաքրքիր է, որ մարդը միշտ սովոր է եւ այսպես է ներկայացնում մանավանդ հրեշտակներին, երբ որ ներկայացնում են հրեշտակներին, մի այնպիսի տպավորություն կա, սովորություն կա, որ հրեշտակները դրանք փոքրիկ երեխաներ են, sense թևերով, երբեմն sense մի փոքրիկ sense մի հատ նետ կա իր ձեռքին եւ հրեշտակները սովորաբար մարդկանց մոտ ներկայացվում են որպես փոքրիկ երեխաներ, անօգնական, ովքեր որ sense ինչ ասեմ, անմեղ անօգնական ինչ որ էակներ։ Բայց հավաստիացնում եմ ձեզ դա այդպես չի, անգամ մենք մեր երեխաներին ենք ասում հրեշտակս, չէ՞, այս արտահայտությունը շատ ենք անում, բայց եթե մենք իրականում տեսնենք հրեշտակի, անկեղծ եմ ասում, կարող է մեր արյունը մեր երակների մեջ սառի, մեր աչքերը կարող է հալվեն, այնքան որ զորավոր եւ մեծ էակներ են հրեշտակները։ Ուղղակի մենք չենք տեսնում, մտածում ենք փոքրիկ մի հատ սիրուն թևերով հրեշտակ, բայց հրեշտակները դրանք գերհզոր արարածներ են ստեղծված Աստծո կողմից։ Ուրեմն այս հարցին մեզ շատ հստակ պատասխանում է Աստվածաշունչը, ով է Հիսուսը։ Եվ Մատթեոս 16:13-ից 17 խոսքերը հետևյալի մասին է ասում։ Հիսուսը ինքն է հարցնում. «Մարդիկ ինձ համար ով են ասում, որ Մարդի որդին լինի»։ Նրանք էլ ասեցին, ոմանք թե Հովհաննես Մկրտիչն է, իսկ մյուսները Եղիան։ Ուրիշներն էլ Երեմիան կամ մարգարեներից մեկը։ Նրանց ասեց. «Իսկ դուք ով եք ասում ինձ համար թե լինեմ»։ Սիմոն Պետրոսը պատասխան տվեց եւ ասեց. «Դու ես Քրիստոսը, կենթանի Աստծո որդին»։ Եվ Հիսուսը պատասխան տվեց եւ ասեց. «Երանի քեզ Սիմոն, Հովնանի որդի, որովհետեւ մարմինը եւ արյունը չհայտնեց քեզ, բայց իմ Հայրը, որ երկնքում է»։ Աստված ուզում է, որ դու իմանաս, որ դու ճանաչես, որ դու պատկերացում կազմես նրա մասին, որ երբ որ դու հետևում ես Աստծուն, սիրելի Աստծո մարդ, դու հետևես նրան հասկանալով, հետևես նրան գիտակցաբար, որովհետև նա քո բարի հովիվն է։ Դու պետք է նաև դեմքով ճանաչես նրան, եւ նաև Աստծո խոսքը ասում է, որ չէ, ձայնը պետք է ճանաչել հովվի, թե չէ։ Եվ իսկական գառները ճանաչում են իրանց հովվի ձայնը, իսկական գառները այո ճանաչում են նաև
նրանց իրենց հովի ձայնը եւ հետևում են հովին հոժարակամ, ճիշտ է, եւ ոչ թե ստիպողաբար կամ ծեծելով։ Այսօր շատ մարդիկ կան, որ անգամ գալիս են եկեղեցի եւ գալիս են ոչ հոժարակամ, գալիս են ստիպված, որովհետեւ պապան կջղայնանա, մաման, չգիտեմ, կպատժի կամ որ այցելություն չանեն իրանց տուն, որտեվ չի ուզում որ կան ամեն անգամ իրան ինչ որ մի բան ասեն, լավ, գոնե կիրակի օրերը կգամ, որ հանգարց այցելության խումբը չգա մեր տուն։ Եվ հետաքրքիր է, որ 4 ավետարանները Հիսուսին ներկայացնում են տարբեր ձևերով, եւ շատ կարեւոր է, որ մենք պատկերացում կազմենք Հիսուսի մասին։ Մեկ ավետարան չի գրված, որ մեկ ավետարանիչի ձևով ներկայացրած ձևով մենք պատկերացում կազմենք Հիսուսի մասին, այլ Հիսուսին ներկայացնում են 4 ավետարաններ, 4 ավետարանիչներ եւ ամեն մեկը ներկայացնում է Հիսուսին յուրովի եւ տարբեր, բայց մեկը մյուսին փոխ լրացնելով։ Օրինակ Մատթեոսը Հիսուսին ներկայացնում է որպես թագավոր, ճիշտ է։ Մարկոսը Հիսուսին ներկայացնում է որպես ծառա, Ղուկասը Հիսուսին ներկայացնում է որպես մարդ եւ Հովհաննեսը Հիսուսին ներկայացնում է որպես Աստված եւ Աստծո որդի։ Իհարկե, ինչպես ասեցի, մեկը մյուսին փոխ լրացնում են եւ երբեք մեկը մյուսին չեն հերքում։ Առաջինը կնայենք Հիսուս Քրիստոսին որպես մարդ եւ որպես կատարյալ մարդ եւ այն ինչ որ տեղի ունեցավ Հիսուսի հետ, իսկ սովորաբար մարդիկ ծնվում են, ճիշտ է, ինչպես եւ Հիսուս Քրիստոսը ծնվեց մարդից, բայց նրա ծնունդը չեղավ ոնց որ մնացած մարդիկ, ինչպես որ մենք ծնվել ենք բոլորս, նրա մայրը հղիացավ Սուրբ Հոգուց։ Հիսուսը որպես մարդ, սիրելի Աստծո եկեղեցի, ինքը ուներ մարդկային զգացմունքներ, թե չէ։ Մարդկային զգացողություններ ուներ Հիսուսը, թե չէ։ Եվ երբ որ նա ծնվեց եւ նա Մարիամի անդրանիկ որդին էր, Աստծո խոսքը ասում է, չէ, նրան փաթաթեցին խանձարուրով եւ դրեցին որտեղ, դրեցին գոմի մսուրի մեջ։ Հիսուսը ծնվեց նույն կերպ, ոնց որ ծնվում են սովորական մարդիկ, բայց ծնվեց շատ ավելի վատ պայմաններում։ Այսօր, երբ որ մենք գիտենք, որ մեր ընտանիքում պետք է համալրում լինի, ինչ ենք անում մենք։ Նախորոք հոգ ենք տանում շատ բաների մասին, ճիշտ է։ Օրինակ, երբ որ իմ թոռնիկը պետքա ծնվեր, իմ աղջիկը արդեն, չգիտեմ, այնքան բաներ պատվիր է ու առե ու երևի այդ երեխան մինչև 5-6 տարեկան ամեն ինչ ունի։ Այդպես բան չեմ կարծում, որ ինքը չունենա։ Ու հարցնում ենք, ասում ենք, աղջիկ ջան, եղել ասենք կատակով ասել եմ դիպլոմի հարցն էլ լուծի երեխի, մեկ էլ աշխատանքի տեղը որտեղ պետք է աշխատի, էլ ոչ մի բան չկա անելու, որովհետև ամեն ինչ արդեն արել ես։ Եվ սա ինչ է ցույց տալիս, ցույց է տալիս, որ մայրը հոգ անում երեխայի համար եւ փառք Աստծո, որ կա հնարավորություն հոգանելու, բայց եկեք տեսեք, ծնվում էր աշխարհի ամենամեծ անձնավորությունը, ծնվում էր Աստծո որդին, ծնվում էր Աստված մարդկային մարմին հագած, բայց ինքը չուներ են հնարավորությունը, չուներ են պայմանները, որտեղ որ պետք է ծնվեր։ Մենք այսօր չենք մտնում գոմ, ինչի համար, ասում են վրայիցս հոտ կգա։ Օրինակ, երբ որ գալիս ենք եկեղեցի, ես վստահ եմ, որ շատերս ունենք անասուն, բայց երբ որ մտնում ես, պետքա գաս եկեղեցի, ասում ես, չէ, չեմ մտնի գոմ, որովհետև գնամ վրայիցս հոտ կգա։ Բա պատկերացրեք, ինչ տեղի ունեցավ Հիսուսին, երբ որ նա ծնվեց գոմի մեջ։ Առաջի հոտն, վատ հոտը, որ կպավ Հիսուսի վրա, դա գիտեք որն էր, այդ գոմի հոտն էր, որ կպավ Հիսուսի վրա։ Առաջինը, երբ որ Հիսուսը բացեց իր աչքերը որպես մարդ, ինքը տեսավ կովերին, ոչխարներին, հավերին, հասկանում ես, նաև տեսավ իր մորը, հորը, բայց պատկերացրեք Հիսուսի առաջին այն պահը, որ ինքը բացեց իր աչքերը եւ տեսավ։ Եվ եթե այդ ժամանակ հոտ քաշեին Հիսուսի խանձարուրից, ես չեմ կարծում, որ շանել համար 5-ի հոտ էր գալու էր գոմի սովորական հոտ, բայց միթե այդ գոմի հոտը Հիսուսին դարձնում էր պակաս կարևոր կամ ինչ ասեմ ավելի վատը, քան մնացած բոլոր երեխաները, ովքեր որ ծնվում էին թագավորի պալատներում կամ եթե թագավորի պալատներում էլ չէին, գուցե ավելի լավ պայմաններում։ Հիսուս Քրիստոսը, ինչպես մյուս երեխաները, աճում եւ մեծանում էր Հիսուսը, եւ մեծանում էր ինչպես այսօր շատերիս երեխաները, այո, ես ձեզ կասեմ, որ ոչ, որտեվ այսօր մեր երեխաները մեծանում են հեռախոսներով, պլանշետներով, ինտերնետներով, YouTube-ով, իմ են փոքր աղջիկը 4 տարեկան չկա, ասում է, պապա, ասում է, ես աֆիոն չունեմ, աֆիոն եմ ուզում ինձի, որ առնես,
այ բալես, պապան քո տարիքին սկի այն քաշովի հերախոսը չգիտեր այդ ինչ բանա, դու 3.5 տարեկան ես, արդեն աֆիոն ես ուզում, հասկանում ես, բայց Հիսուսը ուրիշ ձև էր մեծանում, եւ Ղուկաս 2:40-ը ներկայացնում է հետեւյալ խոսքերով եւ ասում է. երեխան էլ աճում էր եւ զորանում հոգով, իմաստությունով լեցված։ Կարևոր բան է, սիրելի Աստծո ժողովուրդ։ Եկեք այսօր այնպես անենք, որ մեր երեխեքն էլ մեծանան հոգով եւ լցված իմաստությունով եւ աստվածային իմաստությունով։ Եվ շարունակում ասում է, Աստծո շնորհքը նրա վրա էր։ Էսի կարևոր պայմաններից մեկն է, թե չէ։ Այսօր մեզանից շատերի երեխեքի վրայից սկի մարդի շնորհք չի գալի։ Եղել է չէ, որ ասենք ձեր ծնողները կամ դուք եք ձեր երեխաներին ասում, «Արա ջան, վրեդ մարդի շնորհք չկա»։ Բայց եկեք տեսեք, որ Հիսուսի մասին վկայում ասում է, եւ Աստծո շնորհքը նրա վրա էր։ Եվ Ղուկաս 2:52-ը ասում է, եւ Հիսուսը զարգանում էր իմաստությունով եւ հասակով եւ շնորհքով Աստծո եւ մարդկանց առաջ։ Այսինքն սկզբից գրված է Աստծո մոտ, որտեղ Աստծո մոտ, երբ որ դու ունես շնորհք, սա ամենակարևորն է, բայց Աստված ուզում է, որ դու նաեւ շնորհք ունենաս մարդկանց մոտ, որովհետեւ սա էլ է կարևոր։ Շնորհք գտած Աստծո մոտ եւ շնորհք գտած մարդկանց մոտ։ Իսկ Հիսուսը ֆիզիկական կարիքներ ուներ, թե ոչ։ Ես դες կասեմ, որ ուներ։ Օրինակ Մատթեոս 4-րդ գլուխը ցույց է տալիս, երբ որ Հիսուսը 40 օր ծոմ պահեց, եւ երբ որ Հիսուսը անապատում էր, ինքը քաղց զգաց, թե ոչ։ Հիսուսը քաղց զգաց։ Սիրելի Աստծո մարդ, հիմա այսպեսի մի համեմատություն եմ ուզում անել։ Եթե մի օր սոված կմնաս, 2 օր սոված կմնաս, մի շաբաթ սոված կմնաս, մի մտածի, որ Աստված չի հասկանում քեզ։ Աստված հասկանում է քեզ։ Գիտես ինչի համար, որտեվ Հիսուսը ինքը 40 օր սոված մնաց եւ ոչինչ չկերավ։ Եվ Հիսուսը շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում լինել սոված։ Այսինքն պետք չի դժգոհելու ասել, Տեր ջան, ախր դե դու ինչ պետք է հասկանաս, թե ինչ է նշանակում սոված լինելը։ Չէ, Տերը գիտի ինչ է նշանակում սոված լինելը։ Հովհաննես 4-րդ գլխում ասում է, Հիսուսը հոգնած էր։ Եվ նա նստեց ջրորի մոտ եւ ինչ արեց։ Ջուր խնդրեց, քանի որ ծարավ էր։ Այսինքն Հիսուսը նաեւ գիտի հոգնել։ Այո, Հիսուսը հոգնած էր երկրի վրա, եւ Հիսուսը նաեւ ծարավ էր, եւ երբ որ եկավ, ջուր ուզեց, եւ Սամարացի կինը այն կինն էր, ումից որ Հիսուսը ջուր ուզեց։ Մարկոս 4-րդ գլխում Հիսուսը նավի վրա քնած էր։ Հիսուսը պարապությունից քնած չէր, սիրելի Աստծո ժողովուրդ, որտեղ այսօր մարդիկ կան այնքան են քնում մինչև ժամը 3-ը։ Ժամը 3-ին քնից արթնանում են, ելնում են մի հատ հաց են ուտում, հետո նորից ինչ որ մի բան են անում, հետո նորից ժամը 7-ից 8-ից գնում են քնելու։ Անկեղծ եմ ասում, այսպիսի մարդիկ կան, բայց Հիսուսը պարապությունից քնած չէր։ Հիսուսը ես վստահ եմ գեր հոգնածությունից էր քնած։ Այնքան հոգնած էր, որ երբ որ ասենք մի հատ առիթ էր ստացվել, որ ասենք այդ կարար այդ 2 րոպեն կամ 30 րոպեն, չգիտեմ, օգտագործել քնելու համար, ինքը ուզում էր քնել հանգստանալ, որտեղ ինքը մարդկային մարմնի մեջ էր, որ հաջորդ ծառայությանը ինքը պատրաստ լիներ։ Երբ կսովես, երբ կհոգնես, երբ ինչ որ մի բան կանես, միշտ հիշի, որ Տերը անցել է այս ամեն ինչի միջով եւ Տերը ունի դրա փորձառությունը եւ Տերը շատ լավ հասկանում է քեզ, որովհետեւ ինքը անցավ այնպիսի իրավիճակների միջով, որ մեզանից շատ շատերը այսօր չեն էլ կարող պատկերացնել, թե ինչպիսի իրավիճակներ են եւ ինչպիսի բարդ դրությունների միջով անցավ Հիսուսը։ Իսկ Հիսուսը որպես մարդ ուներ հույզեր եւ զգացմունքներ։ Ես դες կասեմ, որ ուներ։ Հովհաննես 11-րդ գլխում գրված ասում է. Հիսուսը արտասվեց, նա լաց եղավ, երբ որ եկավ տեսավ Ղազարոսը մահացել է, իսկ ինքը գիտեր, որ Ղազարոսը մահացել է։ Եվ ինչ ասում, Հիսուսը անտարբեր անցավ, ոչ, Հիսուսը լաց եղավ։ Եվ այսօր իմ խոսքն է քեզ, որ ինչքան ուզում ես սքավոր լինես, ինչքան ուզում ես քո կյանքում կորուստներ ունենաս, հիշի, Տերը գիտի ինչ է նշանակում սուքը։ Տերը ինքն էլ է լացել, երբ որ կորցրեց իրան թանկ եւ հարազատ մեկին։ Եվ երբեք մի ասա, Տեր ջան, դու սիրտ չունես, որտեղ երբեմն մարդիկ կան, որ ասենք վշտի մեջ մանավանդ սկսում են չէ մեղադրել Աստծուն, Տեր ջան, բա քո խիղճը, բա ուրա, բա խիղճը չի տանջում ին վրա, որ ես այսքան տանջվում եմ, չէ, միգուցե Տերը քեզանից ավելի շատ է արտասվում հենց քո կորուստի համար։ Ուղղակի դու չես տեսնում, բայց Աստծո խոսքը ասում է, որ Տեր Հիսուսը լաց եղավ։ Հիսուսը լաց եղավ նաև Երուսաղեմի վրա, երբ որ տեսնում էր այն կործանումը, որը որ պետք է գար Երուսաղեմի վրա, եւ նաև խղճաց Հիսուսը այդ ժողովրդին։ Գրված ասում է, Հիսուսը գթաց նրանց, որովհետև հովիվ չունեցող ոչխարների պես էին։ Այսինքն Հիսուսը նաև ուներ գթության զգացողություն։ Հիսուսը նաև բարկացավ։ Բարկությունը նորմալ մարդուն երևույթ է, թե չէ։
Երբեմն մարդիկ ասում են դու պետք է չբարկանաս։ Անկեղծ եմ ասում, այդ իմ համար շատ տարօրինակ է։ Ես չեմ կարող չբարկանամ։ Աստծո քեզ չի ասում, որ մի բարկացի, պրոստը ասում է, որ բարկանում ես, մի մեղանչի, բայց հնարավոր չի չբարկանալ։ Հələ պատկերացրեք sense մի բան։ Օրինակ, ես հիշում եմ, երբ որ Սեթրակ եղբորը մեկը մոտիկացել էր անունը չեմ ասի, ասում եկավ, ասում sense հանգիստ տոնով մի քիչ ես կարող չափազանցնեմ, ոչինչ էլի, որ ավելի գեղարվեստական լինի, մի քիչ ճոխ լինի, որտեվ ես ներկա չեմ եղել այդտեղ, լսելով եմ ասում ձեզ։ Ասում եկավ ասեց. Սեթրակ եղբայր, Անիշ ջղայնացած եմ։ Ասեցի, այ ախպեր, դե ջղայնացած են ելնում խի։ Այդքան հանգիստ ու այդքան ջղայնացած։ Ճիշտ ասած, եթե ես ջղայնանում եմ, կարող է մեր շենքին ցենը լսի։ Բայց որ այդքան հանգիստ ես դու կարող ջղայնանաս, ինձ թվում է դու կատարելության վիճակի մեջ ես։ Կամ իմ մեր ախպերներից մեկը, երբ որ իր տղան չարություն էր արել, ուզում էր պատժել, հիշում եմ, դե աղագին տղա էր արդեն, երևի 7-8-րդ դասարանի տղա էր, շատ վատ արարք էր արել, եկել էր, իր պապան ուզում էր պատժել, հիմա դե ինքն էլ է կարդացել, որ պետք է չբարկանաս, հանգիստ էր ուզում պատժել առանց բարկանալու։ Ու ոնց ասեց, ես անունը չեմ ասի, ասեց, տղա ջան, դու տուզիկդ բաց արա։ Սենց մի հատ ուռու ճյուղ էր քաղե, պլետ էր քաղե, ուզում էր ծեծել, ասում է, չեմ բացի, ամոթա, տղա ջան, քեզ ասում եմ, տուտուզիկդ բաց արա։ Ու էլ չպատմեմ շարունակությունը, դե բնականաբար չբացեց, բայց այդ ուռու փետով ծեծը հաստատ կերավ, բայց ինչ եմ ուզում ասեմ, ես այդպես չեմ կարող բարկանամ։ Բարկանում ես պիտի մարդավարի բարկանաս, էլի, բայց չմեղանչես։ Եվ հետաքրքիր աստեղ Հիսուսի մասին ինչ է ասում։ Մարկոս 4:5 խոսքերը ասում է Հիսուսը բարկությունով նայեց փարիսեցիների վրա։ Եթե մի խնդրեմ Սամսոնին ասեմ, Սամսոն ջան, մի հատ բարկությունով նայի Աժոտի վրա կարաս։ Կարաս, կարա, հաստատ կարա, բայց հաստատ այդ բարկությունով նայելը, ես գիտեմ, ժպտալով չէր, էլի, բարկությունով նայելը, պատկերացրեք, եթե Աստծո որդին ինքն էր բարկություն, այդ աչքերի մեջ ինչքան ասելիք կար, որ ինքը ասում էր անգամ ոչ մի բառ չասելով։ Հիսուսը խարազանով մտավ տաճար, ձեզ թվում է հանգիստ այդ աղավնավաճառների այդ սեղանները կամ լումայափոխների սեղանները, հանգիստ վերցնում դնում էր ենքով, որ հանգարց այդ վրայի եղածը չթափվի, ով այդպես պատկերացնում։ Ես պատկերացնում եմ, թե ինչ ավերակ է սարքետեր Հիսուսը տաճարում, որովհետև ասում էր, գրված ասա աղոթքի տուն է, այնինչ դուք ավազակների որջի եք վերածել։ Այսինքն եկեք ու տեսեք, որ բարկությունը այտենց վատ բան չի, բայց եթե բարկանում ես, մեղանչելն է վատ բան։ Այնպես որ սիրելի Աստծո մարդ, եթե մանավանդ քո բարկությունը գալիս է որպես սուրբ բարկություն, այսինքն որ սա ինչ որ մի վատ բանի դեմ է, բարկանալը մեղք չի, բայց եթե կբարկանաս, մեղք մի գործի։ Օրինակ, եթե բարկացած ժամանակ մի հատ էլ հայոյան կանես, կամ մի հատ վատ բառ ասես, այս արդեն մեղք է, որը պետք չի անել։ Ուրեմն ինչպիսի ամփոփենք սա, ինչպիսի բարդ իրավիճակների մեջ էլ որ կհայտնվես, հիշի, Հիսուսը հասկանում է քեզ։ Նա ունի այս բոլոր բաների փորձառությունը։ Հիսուսը մահացավ եւ դրվեց գերեզման։ Մատթեոս 27:50 խոսքերը այն մասին է խոսում, որ ասում է Հիսուսը բարձր ձայնով աղաղակելով ավանդեց հոգին։ Այսինքն նշանակում է Հիսուսը նաև աղաղակեց։ Աղաղակելը գիտեք որն է, գոռաց Հիսուսը եւ ինչ արեց, գոռալով ավանդեց իր հոգին։ Հովհաննես 19:34-ում երբ որ կարդում ենք, ասում է զինվորներից մեկը խոցեց Հիսուսի կողքը նիզակով եւ Հիսուսի կողքից արյուն եւ ջուր թափվեց։ Հիսուսին դրեցին քարե փորված գերեզմանի մեջ, չէ, ժայռի մեջ փորված գերեզմանի մեջ, որ դեռ ոչ ոք դրանից առաջ դրված չէր։ Հիսուսը ուներ մարմին, Հիսուսը ուներ հույզեր, Հիսուսը ուներ հոգևոր պայքար, բայց նա մեռավ որպես մարդ խաչի վրա։ Բայց մենք գիտենք, որ նա չմնաց մահացած, չէ, ինչպես որ Սամսոն եղբայրը ասեց, նա հարություն առավ մեռելներից եւ մենք էլ այսօր եթե հավատում ենք Հիսուսին եւ մեռանք Հիսուսի հետ էլ հարություն պետք է առնենք եւ հարություն առանք մեռելներից հավատքով։ Եվ պատկերացրեք այսպիսի մի բան, եւ Աստված մեզ շնորհելու է անապականացում մի մարմին, որի միջոցով մենք կկարողանանք կանգնել Աստծո առաջ եւ տեսնել Աստծո փառքը այնպիսին ինչպես որ կա, տեսնել Հիսուսի փառքը։ Հիսուսին հաջորդ ավետարանը ներկայացնում է որպես ծառա։ Ուրեմն հաջորդ եկեք Հիսուսին նայենք ծառայի կերպարով։ Ինչպես դա տեղի ունեցավ, ինչպես որ ես խոսեցի այդ մասին նոր,
Եվ տեսեք ինչ տեղի ունեցավ։ Անսահմանափակ Աստված ինքը հանկարծ մտավ սահմանափակ կաղապարի մեջ։ Ամենազոր Աստված ինքը մտավ մի մարմնի մեջ, որը մարդկային էր։ Եվ տեսեք, ամեն զորություն, որտեղ Աստված ինքը ուներ բացարձակ զորություն եւ բացարձակ իշխանություն, բայց հանկարծ նա պետք է հագներ ծառայի կերպարանք եւ պետք է խոնարհվեր ծառայի պես։ Եթե ես եմ այսօր խոնարհվում, սա նորմալ է։ Եթե ես եմ այսօր հնազանդվում, սա նորմալ է։ Ես իմ ով չեմ, ինձանից ես ինչ չեմ ներկայացնում, ես կարամ եւ խոնարհվեմ եւ հնազանդվեմ, բայց երբ որ տերերի տերը եւ թագավորների թագավորը պետքա ծառայի կերպարանք հագներ, ժողովուրդ, այս իմ համար ճիշտ ասած շատ բարդ է։ Եվ առաջին քայլը նա էր, որ նա ծնվեց հասարակ պայմաններում, ինչպես որ խոսեցինք, ծնվեց գոմի մսուրում, որը ցույց էր տալիս, որ նա ընտրեց ցածր խավը։ Սիրելի Աստծո ժողովուրդ, մի մտածեք, որ այս կյանքում ամեն բան հարուստներին է տրված։ Ոչ, ամեն բան հարուստներին տրված չի։ Աշխարհի ամենակարևոր էակը ինքը ընտրեց այս աշխարհի ամենացածր խավը, ընտրեց աղքատներին, խեղճերին, ընտրեց տկարներին ու թույլերին, ընտրեց հիվանդներին ու բորոտներին, հասկանում ես։ Եվ մենք տեսնում ենք, որ Տիրոջ ընտրությունը ճիշտ էր։ Տերը ինքը նախընտրեց գոմը վերադասելով պալատից եւ գոմի մսուրը վերադասելով փափուկ անկողնուց։ Ղուկաս 2:7 խոսքերը այս մասին է ասում։ Այսօր, երբ որ մարդը ունենում է մի քիչ փառք, լսել եք այն արտահայտություն, որ ասում է, դու գիտես ով եմ ես, ապետ կաղա տեղը չես բերեմ, չգիտես ես ով եմ։ Հեռախոսի համարները տեսել ես, սաղ 0 է, 00000000։ Բա մաշնի համարները տեսել ես։ Իհարկե դեմ չեմ, որ մարդիկ եթե ասենք սիրուն ինչ որ թվեր են կարող համադրեն, դրա մասին չի խոսքը, բայց մաշնի համարները տեսել ես, որ կարող է 20-30 միլիոն դրամ տամ, որ ավտոյի համարները սաղ 0 օրնի։ Այսինքն ահռելի մեծ գումար եմ տալիս, 0-ն իրանից ոչ մի բան չի ներկայացնում, չէ, 0-ն 0 է, 0 վերջ։ Որ այսինքն ստացվում է, որ ոչ մի բանին տալիս եմ շատ մեծ գումար։ Այդքան խելացի չեմ ես եւ ունենամ էլ հաստատ նման բան չեմ անի։ Կամ տեսել ես ապեր իմ հագած շորերը, Լուի Վիտոնից պակաս չեմ հագնում։ Եթե Լուի Վիտոն չի, ուրեմն դա իմ կլասի շոր չի, էլի, ասենք այդ չինական, մինական, չգիտեմ, բանա թեմու, մեմու, ասենք, հասկանում եք, չէ, անպայման բրենդային լինի, եթե չէ, ես չեմ հագնի։ Շատ մարդիկ կան այդպես են մտածում։ Մի անգամ, երբ որ մեր երկրի նախագահներից մեկը եկել էր այնտեղ մեր մոտ, չեմ ասի, որ նախագահան մեր աղջիկներից մեկի հետ ձեռքով բարևել էր։ Հմ եկել է, ասենց անում, օխ, այս ձեռքով ինձի նախագահան բարևեց, ասում է, չեմ իմանում, այս ձեռքս ինչ անեմ, ուզում եմ այս ձեռքս կտրեմ, տանեմ, պահեմ, որ այս ձեռքով նախագահի հետ բարևել եմ։ Այ քեզի բան, այ աղջիկ ջան, սառը ջուր խմի թափվի, նախագահան էլ քո պես մարդ է էլի, շատ էլ ասենք, որ նախագահը ուրեմն դարձավ ես իմով, բայց մարդը մտածում էր, որ եթե նախագահի ձեռքը կպել է իր ձեռքին, ինքը դրանից հետո համարվում է արդեն սուրբ, վերջ։ Այդ ձեռքը պետք է կտրի, պետք է տանի թանգարանի մեջ տնի, որ հետո իր թորներին երեխեքին ցույց տասի, նախագահն այս ձեռքից կպավ եւ դրանից հետո այս ձեռքս ուրիշ ոչ մի բանի չի կպե։ Նա չեկավ աշխարհ, որ իշխի մարդկանց վրա։ Նրա կյանքը եւ նրա հիմնական սկզբունքը գիտեք որն էր Հիսուսի խոնարհությունն էր եւ մարդկանց ծառայելը, չնայած նրան, որ նա Աստծո որդին էր։ Նա իր կյանքով ցույց տվեց, որ եկել է տալու, եկել է ծառայելու, եկել է սիրելու եւ եկել է զոհաբերվելու։ Նա անգամ գլուխը դնելու տեղ չուներ, այն դեպքում, երբ որ Հիսուսն ասում է, չէ, աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները հանգստանալու տեղ, բայց մարդու որդին գլուխը դնելու տեղ չունի։ Սա ցույց տալիս էր Հիսուսի խոնարհության մասին։ Սա ցույց տալիս էր, որ Հիսուսն եկել է ծառայելու եւ ոչ թե եկել է որ ծառայություն ընդունի։ Հիսուսը Դավթի տոհմից էր, բայց չծնվեց ոչ Պալատում, ոչ էլ Երուսաղեմում։ Նա ծնվեց Բեթլեհեմում, ծնվեց գոմի մեջ եւ գոմի մսուրում։ Եվ առաջինը չայցելեցին նրան ոչ թագավորները, ոչ իշխանները, ոչ ազնվականները, առաջինը ովքեր որ եկան Հիսուսին տեսնելու ովքեր էին։ Հովիվներն էին։ Հովիվներն էին, եկան, ինչ արեցին, եկան, տեսան հովիվները։ Ինչի համար, որովհետև հովիվներն էլ էին դաշտում։ Բեթլեհեմն էլ ինքը գյուղի պես մի բան էր, եւ հասկանում ես, տեսան, եկան Տիրոջը երկրպագելու։ Եվ
Նա, ինչ ասեմ, ծնվեց աշխարհի ամենամեծ ծնունդը երբևիցե որ կարող էր լինել, եւ նա ծնվեց եւ նա ընտրեց, ինչպես ասեցի, ցածր խավը։ Նրա մանկությունը եւ պատանեկությունը Հիսուսի որտեղ անցավ Նազարեթում, անցավ ատաղծագործի կամ ինչպես մենք ենք ասում, պլոտնիկի ընտանիքում, որպես ատաղծագործ։ Հիսուսը չի սովորել Օքսֆորդի համալսարանը, սիրելի Աստծո եկեղեցի։ Հիսուսը չի սովորել նաև չի ավարտել Հարվարդի համալսարանը։ Եվ կարծում եք դուք ինչ որ մեկը կար, որ կարող էր մեր Տիրոջը մի բան սովորեցնել։ Ով ասում որ մտածում որ ինչ որ մեկը կար, որ կարող էր մեր Տիրոջը ինչ որ մի բան սովորեցնել։ Ես ձեզ ասում եմ, որ կա։ Եվ տեսեք ինչ ասում Աստծո խոսքը։ Միակ բանը, որ Աստված չուներ այդ փորձառությունը, ճիշտ եկեք ուշադրություն դարձրեք։ Մի բան կար, որ Աստված այդ փորձառությունը չուներ եւ գիտեք որն էր՝ հնազանդվելը։ Որովհետեւ չկար այդպես մի ստեղծագործություն, որ կկարողանար ունենալ գերակա դիրք Աստծո հանդեպ, ումը որ Աստված ինքը հնազանդվեր։ Եվ Տերը միակ փորձառությունը, որը չուներ, ի՞նչ է նշանակում։ Նա չուներ փորձառությունը հնազանդվել, որտեվ բոլորը պետք է հնազանդվեին նրան, եւ ինքը չպետք է հնազանդվեր ոչ մեկի, որտեվ չէր կարող նման բան լիներ, բայց Աստծո խոսքը մեզ ասում է, նա ինչ արեց, չարչարանքների մեջ հնազանդություն սովորեց։ Ով է հավատում, որ Հիսուսը հնազանդ էր նաև իր ծնողներին։ Այո, Հիսուս հնազանդ էր իր հորը, Հիսուսը հնազանդ էր իր մորը, որտեղ մենք կարդացինք, որ գրված է, եւ ասմաննա շնորհք էր գտնում Աստծո եւ մարդկանց առջև։ Հիմա հասկացաք, թե ինչ է նշանակում, երբ որ Տերը սովորեց։ Եվ այսօր Աստված մեզ էլ է նույնը ասում, որ այսօր մենք էլ սովորելու բան ունենք։ Ինչքան ուզում ես խելացի լինես, ինչքան ուզում ես կրթված լինես, ինչքան ուզում ես լավը լինես, հիշի սովորելու բան միշտ ունես։ Եթե Տերերի Տերը, եթե սովորեց հնազանդվել չարչարանքների մեջ, մենք առավել եւս որ ինչքան սովորելու առավել բաներ ունենք։ Եվ ինչ ասում Աստծո խոսքին, ասում է քո կամքը կատարել կամեցա ով Տեր եւ քո օրենքը որտեղ է եւ քո օրենքը իմ սրտի մեջ է։ Նա սիրով շփվում էր մերժվածների հետ, Հիսուսը շփվում էր մեղավորների հետ, հիվանդների հետ, բորոտների հետ, անգամ Հիսուսը շփվեց անբարո Մարիամի հետ, հասկանում եք, եւ նա գերադասեց հասարակության ցածր խավը։ Հիսուսը գրկեց մանուկներին եւ կանչեց մանուկներին իր մոտ։ Երբեմն սիրելի եկեղեցի, մանուկները լինում են չար, անհնազանդ, լաց կան, չէ՞։ Եվ բայց Հիսուս ասեց. «Թող տվեք, որ այդ մանուկների մոտ կան, որովհետեւ երկնքի արքայությունը նրանցն է»։ Հովհաննես 13-րդ գլխի մեջ 1-17 խոսքերում Հիսուսը ուրեմն ցույց է տալիս իսկական ծառայի կերպարանքը, թե ինչպիսին պետք է լինի իսկական ծառան եւ որն էր այդ ծառայի կերպարանքը, որ նա հագավ։ Հիսուսը վեր կացավ, չէ, վերցրեց կոնքի մեջ լցրեց ջուրը, մեջքին կապեց ղենջակը կամ ինչպես մենք ենք ասում սրբիչը եւ սկսեց բոլոր աշակերտների ոտքերը լվանալ, մեծից մինչեւ փոքր։ Եվ այս բանը երբ որ արեց, հաճելի բան է ոտք լվանալը, սիրելի եկեղեցի։ Ես դες կասեմ, որ ոչ։ Հաճելի բան չի։ Եվ այսօր շատ մարդիկ խուսափում են ուրիշի ոտքերը լվանալուց։ Ոչինչ որ կնոջս ոտքերը լվանամ, ոչինչ որ ամուսնուս ոտքերը լվանամ, ոչինչ որ երեխուս ոտքերը լվանամ, չէ, իմ երեխի մենակ ոտքերը չէ, որտեղ էլ ասես կարամ լվանամ։ Մեր երեխեքին մենք գնացենք պաչում, այդտես տեղ չենք թողում, որ չպաչենք։ Տենց չի։ Բայց երբ որ դու պետքա խոնարհվես ու լվանաս ուրիշի ոտքերը եւ լվանաս անգամ քեզանից ցածր եղած մեկի ոտքերը, սա արդեն ցույց է տալիս քո խոնարհության մասին։ Այսօր շատ եկեղեցիներ կան, որ ուղղակի ինչ ասեմ, պատճառաբանություն են բռնում, որ դա այդքան է կարևոր բան չի, որ դա խորհուրդ է, հաղորդությունն էլ է խորհուրդ, ջրի մկրտությունն էլ է խորհուրդ, սա խորհուրդ է։ Եկեք ոչ մի բան չանենք։ Բայց Աստված մեզ պատվիրեց, որ անենք, չէ՞։ Եվ ինչ է ասում Աստծո խոսքը։ Ասում է, եթե ես Տերս ու վարդապետս ձեր ոտքերը լվացի, դուք էլ պետք է իրար ոտքեր լվանաք, որովհետև ես ձեզ օրինակ տվեցի, որ ինչպես որ ես արի, դուք էլ անեք։ Աստծո խոսքից ասեցի, թե չէ։ Հովհաննես 13-14։ Բայց էլ ինչ ասեմ, ինչի համար ես խուսափում կամ ինչի համար ես մարդկանց սխալ սովորեցնում, որ ոտքերը լվանալ պետք չի, որ այդ ուրիշ ծառայություն է, որ կարևոր ծառայություն չի, որ կարաս եւ չէ լվանաս եւ Տերը քեզանից չի պահան, չէ, Տերը ասել է. եթե անես երանի ես, եթե չանես ինչ ասեմ։ Եթե չես ուզում դու լվանալ, եթե դու զզվում ես դիմացինիդ ոտքերը լվանալուց, ասա սիրելի Աստծո ժողովուրդ, ես զզվում եմ ձեզանից
չեմ ուզում ձեր ոտքերը լվանամ, բայց դուք իրար ոտքերը լվացեք, եթե մեկը մյուսից չեք զզվում։ Այս ավելի անկեղծ կլինի, քան թե ծռում ես Աստծո խոսքը, լոկ ուղակի ցույց տաս, որ դու ճիշտ ես, բայց իրականում ճիշտ չես։ Եվ տեսեք, Հիսուսը ցույց տվեց, որ իրական առաջնորդը նա է, ով ծառայում է եւ ոչ թե իշխում։ Եվ նրա ծառայությունը ոչ միայն ֆիզիկական ծառայություն էր, այլ նաեւ հոգեվոր։ Նա բժշկում էր հիվանդներին, նա կերակրում էր քաղցածներին, մխիթարում էր սգավորներին, կենթանացնում էր մեռելներին եւ ազատագրում էր կապանքի մեջ եղած մարդկանց։ Եվ ամբողջ ստեղծագործությունը պետք է ծառայեր նրան, բայց հակառակն էր տեղի ունենում, նա էր ծառայում բոլորին եւ ոչ թե բոլորն էին ծառայում նրան։ Մարկոս 10:45 խոսքերը հետեւյալն է ասում, որովհետեւ մարդու որդին էլ չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որ նա ծառայի եւ իր անձը փրկանք տա շատերի տեղ կամ շատերի փոխարեն։ Եվ նա խաչվեց, Հիսուսը մահացավ, Հիսուսը զոհաբերվեց, որպեսզի մենք ունենանք փրկություն եւ նրա մահվան եւ հարության շնորհիվ նաեւ միանանք նրան եւ դառնանք արդար։ Եթե այսօր մի քիչ գումար ունես, դուք մարդկային հոգեբանությունը գիտեք ինչքան կեղտոտ բան է։ Մարդկային հոգեբանությունը շատ կեղտոտ բան է, սիրելի Աստծո ժողովուրդ։ Եվ շատ փողը, անկեղծ ասեմ, փչացնում է նաեւ մարդկային հոգեբանությունը դարձնելով ել ավելի կեղտոտ, եթե դու չես կարողանում այդ փողը օգտագործես ի շահ Աստծո։ Հանես Աստծուն քո կյանքից եւ փողը քեզ կդարձնի աշխարհի ամենափչացած, ամենաայլասերված եւ ամենակեղտոտ մարդը։ Ուրեմն տեսեք, երբ որ մի քիչ շատ փող ես ունենում, արդեն մտածում ես ախրանիկների մասին, արդեն մտածում ես պատավատների մասին, արդեն մտածում ես ծառաների մասին, արդեն մտածում ես, որ բոլորը ծառա են քեզ, դու միշտ ճիշտ ես ու բոլորը միշտ սխալ են։ Եվ հետաքրքիր է, այս վերջում տեսա մի հատ աֆրիկացի, չգիտեմ, թագաժառանգ էր, թագավոր էր, ինչ էր, չգիտեմ, մի հատ ջահել տղա էր, գալիս ասենց մեքենայի դուռը բացում է, մենակ կանայք էին իրան ուղեկցում, ասենք գեղեցկադեմ, սիրուն, հագնված կանայք, եկան, սենց պարկեցին հողի վրա, ուղղակի սենց պարկեցին իրա վրա, որ այդ բանը թագաժառանգը իջնի, ոտքերը սենց բերեց ավտոյից հանեց դուրս, ոտքերը լվացին տեղում, ջուրը խմեցին, ու ինքը քայլեց այդ կանաց վրայով, սենց քայլելով, սենց գնում էր, որտեվ ինքը չգիտես ես իմ ով էր։ Ով էր իրականում ոչ մեկ։ Իմ համար նման մարդը զրո արժեք ունեցող մարդ է։ Բայց եկեք ու տեսեք, մենք չենք տեսնում այսօր, որ Հիսուսը տենց ծառայություն ընդուներ։ Հիսուսը, որ եթե այդպես Հիսուսը աներ, ես մեծագույն, ինչ ասեմ, բախտավոր կհամարեի, եթե կարողանայի ես ինքս Հիսուսի ոտքերը երբևիցե լվանալ։ Բայց Տերը այդ ծառայությունը չուզեց։ Տերը ինքը եկավ, ոչ մեկ Հիսուսի ոտքերը չլվաց աշակերտներից, բայց Հիսուսը ինքը լվաց աշակերտներից մնացած բոլորի ոտքերը։ Եվ հետաքրքիր է, ինչ ասեմ։ Այս վերջերս նորից զանգել էի մեր եղբայրներից մեկին, ասում եմ, աչքովս մի հատ հաղորդում ընկավ, այդ հաղորդման ժամանակ ներկայացնում է, թե այսօր Դուբայում ինչ պղծություններ է տեղի ունենում, եւ երբ որ այսօր Դուբայի շեյխերը եւ ընդհանրապես այդ արաբական երկրների շեյխերը արդեն այնքան են հղպացել այդ փողի ու այդ հարստության մեջ, որ հավաքագրում են աշխարհի գեղեցկագույն մոդելներին, ամեն մեկին օրեկան տալիս են $50,000, մի օրվա համար $50,000 փող է տալի, ու հրավիրում են իրանց այդ արաբական երկրներ պորտոպատիայով զբաղվելու, չեմ կարող բացատրեմ դա ինչա, որտեվ անգամ բացատրելու բան չի, բայց երբ որ բացատրում անտեղ, թե ինչա տեղի ունենում, թե ինչպիսի պղծություններ են տեղի ունենում, այդ սեռական այդ բաները, ինչ ասեմ, այդ այնքան թույլ բաներ է, որ ասենք չես կարող անգամ համեմատես դրա հետ, թե ինչ են անում իրանք այդ մոդելների հետ, եւ դրանից հետո ասում անգամ այդ մոդելները, որ հետ են գալիս, որտեվ երբ որ գնար արդեն այդ թակարդու գնացիր, դու չես կարող անդեղից հետ գաս։ Եվ որ ասում գնացիր ու հետ եկար արդեն դրանից հետո, քեզ կարող է տան $100,000 այդ մի քանի օրվա համար։ Ասում շատ այդ մոդելներ գալիս են եւ ինքնասպանություն են գործում իրենց հետ, որտեվ այդ մարդկանց մոտ հոգեբանորեն այնքան արդեն կոտրվում, որ իրանք արդեն ապրելը համարում են, բան, չգիտեմ, 100-ական ինչ-որ մի բան, երբ որ մարդը կարա իր կյանքին վերջ տա։ Եվ այս անում են աշխարհի ամենահարուստ երկրներում, արաբական երկրներում։ Եվ ինչ ասա ցույց տալիս, որ մարդը ինքը փառք է փնտրում, սիրելի Աստծո մարդ, եւ մարդը այսօր եթե ունի հնարավորություն, ինքը պատրաստ է խեղդելու բոլորին, միայն թե իր համար լինի մի փոքր ավելի լավը։ Մատթեոս 23:11-ը ասում է. «Եվ ձեզանից մեծը թող ձեր ծառան լինի,
Եվ Հովհաննես 13:34-ը ասում է. «Իրար սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի»։ Հասկանում ես, թե ինչ է նշանակում, երբ որ Աստծո որդին է ինքը ծառայություն մատուցում, ուրիշ բան է, երբ որ մարդն է մի փոքր ավելի հնարավորություն ունենում իր նմանակի հանդեպ եւ ինչպես է մարդը դառնում վատը։ Ինչ ասեմ, ժամանակակից մարդը այսօր ամեն ինչ կապում է շահի հետ։ Անկամ ընկերությունն է շահի հետ կապված, դու գիտեք, սիրելի Աստծո մարդ։ Շատ փող ունես, լիքը ընկերներ ունես ու մեծ շրջապատ, փողերդ վերջացան, ընկերներդ էլ են կորում, շրջապատդ էլ է կորում։ Բայց այսօր Աստված մեզ սովորեցնում է լրիվ ուրիշ մի բան։ Նա իր կյանքով ցույց տվեց, որ մեծությունը չի չափվում իշխանությամբ, մեծությունը չափվում է սիրով։ Մեծությունը չափվում է խոնարհությամբ, մեծությունը չափվում է ծառայությամբ, եւ Աստծուն ծառայել նշանակում է սիրել եւ օգնել մարդկանց, եւ դա անել առանց փոխհատուցման ակնկալիք ունենալու։ Դրա համար Աստծո խոսքը մեզ նաև սովորեցնում, ասում է, եթե մի բան կանես, ինչ արա, ի ցույց մարդկանց արա, ոչ, Աստծո խոսքը մեզ ասում է, եթե մի բան անգամ կանես, արա գախնի, թող ոչ մեկ չիմանա քո արածը։ Եվ Աստված, որ տեսնում է, ինքը քեզ կհատուցի հայտնապես, եթե դու անում ես այսօր գաղտնաբար։ Եվ երրորդը Հիսուս որպես թագավոր։ Թագավորը շատ մեծ դեր ու նշանակություն նա ունեցել եւ հիմա էլ ունի երկրի կյանքում, եւ եթե երկրի ղեկին Աստվածավախ թագավորը, հավատացեք, որ այդ երկիրը, այդ ազգը բարգավաճում է, օժնվում է, զարգանում է։ Եթե երկրի ղեկինը վատ թագավոր եւ Աստծուն չսիրող թագավոր, հավատացեք, որ նման երկրները դատապարտված են ինքնաոչնչացման։ Ինչի համար, որովհետեւ եթե գլուխը հոտած է, հավատացեք, մարմինն էլ է հոտում։ Բայց ես ճանաչում եմ աշխարհի միակ թագավորին, աշխարհի միակ թագավորին եմ ճանաչում, ով ինքը լինելով թագավոր չուներ ոչ մի ծառա։ Լինելով թագավոր ոչ մի օր իրան ոչ մեկ չծառայեց, բայց ինքը իր կյանքի ամեն օրը ինչ արեց, ծառայեց, ամեն օրը իր կյանքի ինքը ծառայեց հանուն իր դիմացինի։ Հին կտակարանում կային թե լավ թագավորներ եւ թե վատ թագավորներ։ Եվ դրանից հետո, երբ որ թագավորների դարաշրջանը վերջացավ, Աստված նշանակեց դատավորներ, եւ դատավորների միջոցով էր ինչ անում, առաջնորդում իր ժողովրդին։ Եվ վերջին դատավորներից մեկը Հեղի քահանան էր, ով 40 տարի դատավորություն էր արել Իսրայելում, եւ նրա որդիներն էլ չարիք գործեցին եւ պատերազմի ժամանակ մեռան։ Հիշում եք այդ պատմությունը։ Եվ դրանից հետո, քանի որ Աստված արդեն ընտրել էր, թե ով պետքա փոխարինի Հեղիին, ինչ արեց, Սամուելը ինքը դարձավ դատավոր Իսրայելի։ Իհարկե Սամուելի որդիների մասին էլ է գրված Աստվածաշնչում, ասում է դատավորություն էին անում, բայց դրանք այն դատավորները չէին, որ դատավորություն, որպես դատավոր էր Աստված իրանց ճանաչում։ Եվ Սամուել մարգարեն ինքը դարձավ վերջին դատավորը Աստվածաշնչում։ Ինչի եւ դրանից հետո ինչ ասում, բայց Սամուելի որդիները չեղան Սամուելի պես Աստծուն սիրող մարդիկ, բայց Աստծո խոսքը մեզ սովորեցնում է ասելով, որ Սամուելի որդիները կաշառք էին վերցնում, դատը ծռում էին, չէ, որպես Սամուելի օգնականներ, եւ ժողովուրդը հառաչեց եւ թագավոր ուզեց։ Իսկ ինչ ենք անում մենք այսօր։ Երբեմն մենք էլ մեր կյանքով ինչ ենք անում։ Ծռում ենք Աստծո դատը եւ կան շատ ծառայողներ, որ կարող են եւ ծռել Աստծո դատը, ծռել Աստծո օրենքը լոկ մի բանի համար՝ իշահ իրենց։ Այսօր մենք ականատես լինում ենք նման բաների։ Այո, լինում ենք։ Ես ինչպես որ ասեցի, այդ աֆրիկացի այդ մեծը հարուստ էր, թագավոր էր, թագաժառանգերով էր, չգիտեմ որ մարդկանց վրայով էր քայլում, հլեսի ասենք անմիտ, անուղեղ մարդ էր։ Ես տեսել եմ անգամ հոգևոր հովիվներ, առաջնորդներ, որ եկեղեցին պարկած իրանք թարգմանիչի հետ այդ մարդկանց վրայով քայլելով գնում էին, իբր թե զորությունը այնքան շատ է իր վրա, որ ինքը մարդկանց վրայով է քայլում։ Անկեղծ եմ ասում, ես տենց մեկին թույլ չեմ տա ին վրայով քայլի։ Հովիվ չէ, ուզում է ով ուզում է լինի, ուզում է առաքյալ լինի։ Ինչի համար։ Որտեղ խի Տերը քեզ, ես ինչ որ մեկին տեսակ, որ Հիսուսը գցել էր գետին, հելը վրով քայլում էր։ Բայց այսօր շատ մարդիկ այդպես ազատագրություն են կարծես անում, դե անպայման հելնես մարդի վրա քայլես, որ ազատագրվի։ Չէ, ես չեմ ընդունում նման բաները։ Եվ տեսեք, ինչ է ասում։ Թագավոր ուզեցին, դրա մասին առաջի թագավորաց 10-րդ գլխում է գրված։ Թագավոր ուզեցին։ Թագավորը Աստծո սրտով էր թե ոչ։ Իհարկե ոչ։ Բայց պետքա լիներ թագավորը, որտեվ Հիսուս նաև պետքա սնվեր հետո թագավորական սերունդից, չէ՞։ Եվ այդ թագավորը պետքա լիներ Իսրայելում։ Եվ մարդը մերժեց Աստծուն ու ընտրեց թագավոր, ասես թագավոր եմ ուզում։ Եվ Սավուղը այն մեկն էր, ով որ էշ էր ման գալիս ու ամբողջ կյանքում էլ շարունակեց էշ ման գալը։
Հիմա կասեք, բա Սավուղին Աստված ընտրեց, չէ՞։ Ընտրություն չեղավ, որ ասենք մարդը էթար քվեարկեր։ Աստված ընտրեց Սավուղին, բայց հավատացեք, Աստված Սավուղին ընտրեց ոչ իր ճաշակով։ Աստված Սավուղին ընտրեց մարդու ճաշակով։ Եվ Աստվածաշնչում գրված չի, որ ինչ որ մեկը ընդդիմացավ, ասեց, չէ, Սավուղը լավը չի։ Երբ որ Սամուելը ասեց, որ պետքա Սավուղը լինի թագավոր, չէ, բոլոր Իսրայելը ցնծությամբ, ուրախությամբ ընդունեց, որտեղ բոլորի սրտով էր Սավուղի թագավոր լինելը։ Այն դեպքում, երբ որ Սավուղը ընդամենը Բենյամինի ցեղից էր, ամենափոքր ցեղից, բայց բոլորի սրտով էր եւ բոլորը ի սրտե ընդունեցին Սավուղին որպես թագավոր։ Դրանից հետո անցան հազարավոր տարիներ եւ մարդը ուներ թագավորներ, մեկ լավ, մեկ վատ, բայց ավելի շատ վատ թագավորներ, քան լավ թագավորներ։ Թագավորներ կային, որոնք հեռացնում էին Աստծո ժողովրդին, Աստծուց թագավորներ կային, ովքեր որ խոնարհություն էին անում Աստծո առաջ, բայց ավելի շատ վատ թագավորներ էին։ Դրանից հետո Հիսուսի ծնունդը։ Հիսուսի ծնունդը եղավ գերբնական ձևով, ճիշտ է։ Եվ նրա մայրը հղիացավ Սուրբ Հոգուց եւ պետք է ծնվեր մեկը, ով պետքա լիներ թագավորական ցեղից։ Ինչի համար էր ներկայացնում Մատթեոսը որպես թագավոր, որտեղ Հիսուսը պետքա ծնվեր նաև թագավորական ցեղից։ Իսկ այդ ցեղը Հուդայի ցեղն էր, իսկ ավելի կոնկրետ Դավթի ցեղը։ Դավթի սերունդն էր, թագավորական սերունդը, որը որ պետքա շարունակվեր։ Մենք գիտենք, որ Մատթեոս առաջի գլխում գրված է Հիսուսի սերնդաբանության մասին, որտեղ ներկայացվում է Աբրահամից մինչև Հովսեփ եւ ասում է Հովսեփից էլ ծնվեց Հիսուսը։ Բայց նաև մենք գիտենք, որ Հովսեփը ինքը այո, Դավթի սերունդից էր, Հովսեփը ինքը Դավթի սերունդից էր, բայց գիտենք նաև, որ Հովսեփը Հիսուսի բիոլոգիական հայրը չէր։ Էդ էլ գիտենք, չէ՞։ Իսկ այդ դեպքում ինչպես Հիսուսը համարվեց Դավթի որդի։ Ես այս հարցը օրինակ ինձ տվել եմ ժամանակին։ Ինչպես Հիսուսը համարվեց Դավթի որդի։ Լավ, Սողոմոն, հետո Ռոբովամ, չգիտեմ, սենց անցավ, եկավ, ասավ մինչև Հովսեփ, Հովսեփից Հիսուսը, բայց Հովսեփը ինքը Դավթի սերունդից էր, բայց Հովսեփը Հիսուսի բիոլոգիական հայրը չէր։ Եվ Մատթեոս առաջի գլխում, որ տալիս է սերնդաբանությունը, երբեմն մարդիկ չեն էլ կարդում, այս ինչը ծնեց, այս ինչին, այն ինչը, այն ինչին, այն ինչը, այն ինչին, մտածում են, բայց եթե ուշադրություն դարձնենք, Մատթեոս առաջին գլխում գրված է Հիսուսի սերնդաբանությունը, ով ներկայացնում է Աբրահամից մինչև Հովսեփ եւ Հիսուս։ Եվ ուշադրություն դարձրեք, Մատթեոսը գրում էր հրեաների համար եւ ուզում էր ցույց տալ, որ Հիսուսը Դավթի թագավորական գծով է, օրենքով Հովսեփի միջոցով։ Այսինքն Մատթեոսը ինքը ուզում էր ցույց տալ, ապացուցել հրեաներին, որ Հիսուսը Դավթի սերունդից է, թագավորական սերունդից է գալիս Հովսեփի միջոցով, որտեղ հրեաները ամեն չէին էլ հավատում, չէ՞ որ Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց։ Բայց Ղուկաս 3-րդ գլխում շարունակում է սերնդաբանությունը, եւ ստեղ ուրիշ սերունդի մասին է գրած, եւ ստեղ սերնդաբանությունը ներկայացվում է ուրեմն վերջից դեպի առաջ, այսինքն Ադամից մինչև Հովսեփ է տալիս, բայց Հովսեփ չէր, ինքը իրականում Մարիամի սերնդաբանությունն է, բայց քանի որ կնոջ անունը չէին կարող գրել, գրեցին Հովսեփ։ Տալիս է Ադամից մինչև Մարիամ եւ Մարիամից էլ ծնվեց Հիսուս Քրիստոսը։ Ու հետաքրքիր է, որ Ղուկասը գրում էր հեթանոսների համար եւ ցույց էր տալիս, որ Հիսուսը աշխարհի փրկիչն է Ադամից սկսված, այնինչ Մատթեոսը ցույց էր տալիս Աբրահամից սկսած մինչև Հիսուս։ Եվ հետաքրքիրն է նա, որ Հովսեփի սերունդը կամ Հիսուսի թագավորական գիծը շարունակվեց Սողոմոնով, չէ՞, որտեղ Դավթից հետո Սողոմոնը եղավ թագավոր, Դավթից հետո եղավ Սողոմոնը, եւ այդպես շարունակվեց, եկավ հասավ մինչև Հիսուս։ Իսկ դուք տեսեք հաջորդ սերնդաբանությունը Ղուկաս 3-րդ գլխում գրված, որտեղ որ տալիս է եւ որ հետ ես գնում հասնում ես այնտեղ, փաստորեն Դավիթը ուներ նաեւ Նաթան անունով որդի, որից եւ շարունակվեց Մարիամի սերնդաբանությունը։ Այսինքն Մարիամը ինքը նույնպես Դավթի սերունդից էր։ Մարիամը ինքը նույնպես թագավորական սերունդից էր, թագավորի որդուց ծնված սերունդից էր։ Այսինքն թագավորական գիծը Հովսեփի կողմով ապահովում էր Սողոմոնը, իսկ Մարիամի կողմով ապահովում էր Դավթի ուրիշ որդին Նաթանը, ով այդպես էլ անհայտ մնաց Աստվածաշնչում։
Եվ հետաքրքիրն է նա, որ այնտեղ երբ որ ես սերնդաբանությունն էի ուսումնասիրում, այնտեղ միտեղ կա գրված, երբ որ դուք էլ կարող եք կարդալ նայեք, այնտեղ Զորաբաբել Սաղաթել եւ Զորաբաբել անուններն ա գրված, ինձ սկզբից թվում էր, որ սրանք նույն մարդիկ են, ոնց կապ ունեն երկու սերունդների հետ, բայց փաստորեն կապ չունեն այս երկուսը։ Ուղղակի ոնց ասեմ, ոնց որ մենք ենք սիրում ասենք դնել մեր հոր անունը, հետո պապի անունը, ասենք կա, չի ասենք տենց բաներ։ Ուղղակի համընկնում ա եղել։ Եվ եթե սերնդաբանությունը նայում ես, 9 սերունդի տարբերություն կա այս երկուսի համեմատությունը եւ մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի, այսինքն նույն Սաղաթելը եւ նույն Սաղաթելի որդի Զորաբաբելի մասին չի գնում խոսքը։ Ուրեմն թե Հովսեփը եւ թե Մայրամը երկուսն էլ սերվում են Դավթի սերունդից։ Եվ Հիսուսը ծնվեց դրանից հետո մենք գիտենք, չէ՞, որ նաև Հիսուսի ծնվելուց հետո գրված ասում է եւ Հովսեփը չգիտած իր կնոջը, մինչեւ որ ծնվեց Հիսուսը։ Եվ դրանից հետո, երբ որ Հիսուսը արդեն ծնվեց, դրանից հետո Հովսեփն ու Մայրամը իրանք շարունակեցին ապրել որպես մարդ, ամուսին եւ կին։ Եվ երբ որ միացան իրար եւ ինչպես որ Աստծո խոսքն է ասում, այրուկին մեկ մարմին, չէ՞, երբ որ միացան նրանք իրար եւ դարձան արդեն մեկ ամբողջություն, դու պատկերացրեք ինչ տեղ ունեցավ։ Կարծես թե շղթան փակվեց։ Հովսեփը թագավորական սերունդով եկավ եւ ներկայացրեց որպես Դավթի սերունդ, Մայրամը ուրիշ թագավորական, բայց նաեւ Դավթի որդի էլի, եկավ շարունակեց, որ այսինքն մեկը ներկայացնում էր Հիսուսի թագավորական սերունդը մարմնի կողմից, մյուսը ներկայացնում էր Հիսուսի թագավորական սերունդը, այսինքն այդ օրենքի պաշտոնական կողմից։ Եվ որ երկուսը միացան իրար, կարծես դարձավ մեկ ամբողջություն։ Երկուսն էլ սերվում էին թագավորական սերունդից, եւ երբ որ երկուսն էլ միացան իրար հետ, շղթան փակվեց եւ իրոք Հիսուսը պաշտոնապես եւ օրենքով համարվեց թագավորական սերունդի ներկայացուցիչ, որպես թագավոր, որպես արժանի մեկը, ով իրավով կարող էր նաեւ պահանջել այն գահը, որը կար Իսրայելում, որտեղ Հերովդես անգամ ինքը 4-րդ հապետ էր ընդամենը, եւ Հերովդես անգամ հրեա չէր։ Հերովդես անգամ հրեա չէր։ Եվ եկեք ու տեսեք, որ Հիսուսը ինքն էր այդ ոնց ասեմ, այն մեկը, ով որ կարող էր նաեւ ձեռնոց նետել եւ ասել, որ Իսրայելի գահը պատկանում է ինձ, դրա համար է Հերովդեսը կատաղ է ու սպանում բոլոր մանուկներին, որ սպանի Հիսուսին, ով որ կարող էր հանգարց դառնալ մեկը, ով որ ձեռնոց կնետեր նրան եւ կասեր, որ այդ գահը քեզ չի պատկանում։ Հետաքրքիր է։ Իսկ երբ ծնվեց Հիսուսը։ Հիմա ինչի մասին որ կասեմ, շատերը կարող ասեն այս տոնձի քարկոծեն, բայց խնդրում եմ մի քիչ ավելի մեղմ մոտեցեք։ Այսօր ամբողջ աշխարհը կամ լավ, կաթոլիկ աշխարհը նշում է Հիսուսի ծնունդը դեկտեմբերի 25-ին, ոչ կաթոլիկ աշխարհը նշում է Հիսուսի ծնունդը հունվարի 6-ին։ Իսկ երբ էր Հիսուսի ծնունդը։ Ով կարա ասի։ Հիսուսը թագավորական գիծ էր, այդ ասեցինք։ Հрьяաները, քանի որ հрьяաների համար ամեն բան սկսվում էր Աբ รา համով, եւ Աբ รา համից այն կողմ հрьяաները ոչ մի բան չեն ճանաչում, մինչեւ հիմա էլ իրանք գիտեն Աբ รา համին ու վերջ, Մատթեոսը ցույց տվեց, որ Հիսուսը Աբ รา համի սերունդից է, Դավթով։ Եվ 10 ցեղերը արդեն չկային, 10 ցեղերը կորել էին, այս մասին ես ձեզ պատմել եմ, որտեղ Աստված ցիրուցան արեց այդ 10 ցեղերին աշխարհի մեջ, եւ մնացել էր այս Հուդայի ցեղը, եւ հիմնականում Հուդա, Բենյամին, չէ, այդ մասին եւ Սիմոնի ցեղը, որ ասենք մի փոքր խառնված էր իրանց մեջ, եւ Ղևտացիներից, ովքեր որ մնացել էին։ Մի խոսքով հիմնականում Հուդայի ցեղն էր, որտեղ Բենյամինի ցեղը ինքը նույնպես համարվում էր փոքր ցեղ։ Եվ տեսեք, Եսայի 11:1-ից 2 խոսքերը հետևյալի մասին է ասում. Եվ Հեսեի բունիցը մի շառավիղ է դուրս գալու, ճյուղ, եւ մի ընձյուղ է բուսնելու նրա արմատիցը, եւ նրա կհանգչի Տիրոջ հոգին, իմաստության եւ հանճարի հոգին, խորհրդի եւ զորության հոգին, գիտության եւ Տիրոջ երկյուղի հոգին։ Օրինակ, Սեդրակ եղբայրը մեր տոհմածառը սարքել է, մոռացա, թե չէ, բերելու էի ցույց տայի ձեզ հիմա այդ տոհմածառը։ Նա ծիրուն կանաչ sense ծառա սարք է։ Բայց գունավոր տպած, էդի տարել ենք, որ ամեն մեկս մեր տանը կպցնենք։ Գալիս է 1800, չգիտեմ քանի թվից, մեր պապերից ով ա եղել, չգիտեմ, անունը ոնց էր, Աբ รา հա։ Աբ รา համն ա եղել մեր այդ պապը, որից որ սերունդը շարունակվել է, էսի այն Աբ รา համի մասին չի խոսքը, էսի ուրիշ Աբ รา համ, էսի հայ Աբ รา համի մասին է խոսքը։ Գալի ծառը sense հասնում է մինչև մեզ։ Հիմա իմը դուրս է եկել, sense այդ ճյուղը իմ անունը գրած է, էլի sense դուրս է եկել, sense 4 հատ թուփ է այդ ճյուղի վրա, ինձ անընդհատ քարկոծում են, ասում են թուփը քոնը չի էլի, ճյուղ պետք է լինի, որ շարունակվի։ Ասում են ինչ ես մտածում տղի մասին։
Բայց ինչ ասեմ, մի տերը թուփ տվեց, 4-ը թուփ տվեց, ճյուղ չտվեց։ Չեմ կարող ինչ-որ մի բան ասեմ։ Ու հետաքրքիր է, որ կարդում ենք Եսայի 11-րդ գլուխը, ասում է, եւ Հեսեի բունիցը մի շառավիղ է դուրս գալու։ Եվ ինչ ասում է, մի ընձյուղ է բուսնելու, ընձյուղը գիտեք որն է։ Մի հատ ճյուղ, մի հատ ծիլ է ասում է բուսնելու, եւ ասում է նրա արմատներից է, եւ նրա վրա կհանգչի Տիրոջ հոգին, եւ որ շարունակում է այսպես։ Ես չգիտեմ մի Աստծո խոսքը այդ որ ասում է ճյուղ է բուսնելու, էդի Սողոմոններ, որ շարունակեց թագավորական գիծը, թե էդի բաններ, Նաթաններ, որ շարունակեց Հիսուսի մարմնավոր գիծը։ Չեմ կարող ասեմ, որ ճյուղի մասին է խոսքը, բայց գրված է Աստծո խոսքում ասում է, այդ ճյուղը բուսնելու է եւ այդ փառավոր ծնունդը լինելու է երկրի վրա։ Եվ Հիսուսը ինքը հանդես եկավ որպես երկրորդ Ադամ, ճիշտ է։ Առաջին Ադամը մեղանչեց, բայց Քրիստոս ինչ արեց, ինքը ծնվեց այդ բնից ծառի, նորից մի հատ ճյուղ դուրս եկավ եւ այդ ճյուղը Քրիստոսն էր, որից եւ հիմա սերվում ենք մենք բոլորս։ Ուրեմն թագավորական սերնդաբանությունից բացի նա շարունակում էր մեկ ճյուղ, որը ավելի կարևոր էր, Մայրամի ճյուղն էր։ Եվ հետաքրքիր է, որ Աստծո խոսքը ասում է, որ բոլոր ազգերը Երամինի պիտի տան ում։ Հովսեփին, Հովսեփի մասին չի ասում, բայց Մայրամի մասին կոնկրետ գրված ասում է, եւ բոլոր ազգերը ինչ պիտի անեն։ Երանի պիտի տան քեզ ինչի համար, որովհետեւ Մեսիան ծնվեց քեզանից։ Այսինքն հնարավոր է սիրելի Աստծո մարդ։ Կա մի հատ երևացող կողմ, այդ թագավորական կողմն է, որ երևում է, որը մարդկանց համար ոնց ասեմ, ավելի գրավիչ, ավելի ընդունելի, բայց կարող է լինի մի հատ քողարկված անգամ աննկատ ինչ որ մի հատ ուրիշ ճյուղ, որ դու այդքան էլ կարևորություն չտաս, բայց այս մեկը շատ ավելի կարևոր լինի, քան այն մյուս ճյուղը, որի մասին դու պատկերացում ես կազմում, որտեվ մարմին, երբ որ նայում ես մարմնից մարմին, այդ եկավ Մայրամի միջոցով եւ ոչ թե Հովսեփի միջոցով։ Այսինքն Նաթանի սերունդը պակաս կարևոր չէր։ Հիմա անդրադառնանք մեր նախորդ հարցին, Հիսուսի ծննդյան օրվա հետ կապված։ Ռոմում դեկտեմբերի 25-ը նշում են որպես Սատուրնիոսի տոն կամ անհաղթ արևի տոն, որի ժամանակ նվերներ էին տալիս, տոնածառ էին զարդանում եւ հեթանոսական տոն էր սա համարվում։ Տոնածառ զարդարելը այդ եկել է հեթանոսությունից։ Եվ այսօր ճիշտ է, մենք կարանք շատ անուն կպցնենք տոնածառ, բանն այսի հոգու պտուղներն է, խաղալիքները, այսի չգիտեմ, էս այնա, շատ բաներ կարանք ասենք, բայց ճիշտը մնում է ճիշտ, իրականությունը մնում է իրականություն, որ տոնածառ զարդարել եկել է հեթանոսական տոներից եւ հեթանոսության մեջ զարդարում էին հենց Եղևնի։ Եղևնին զարդարում էին եւ սա համարվում էր հեթանոսության մի մաս։ Հիմա դրա համար եմ ասում, ուզում եք ինձ քարկոծեք, ուզում եք մի քարկոծեք, բայց սա եկած է հեթանոսությունից եւ քրիստոնեության հետ կապ չունի։ Հետո այն դարձվեց քրիստոնեական տոն 4-րդ դարում եւ անվանափոխելով այն իբր թե քրիստոնեական տոն էր։ Եվ հեթանոսական տոնը դարձավ հոգեվոր ծածկոց քող, որը կատարվում է մինչև այսօր, բայց սա իրականում Հիսուս Քրիստոսի հետ կապ չունի եւ սա կռապաշտական տոնի շարունակության ուրիշ ինչ-որ մի հատ ձև է։ Չեմ ուզում շատ խորանալ այս սուտ աստվածների կամ չաստվածների վրա, որոնք ուղղակի կուրքեր են, բայց Զևսը, Միտրան, այս ընդհանուր այս խառնաշփոթի մեջ իրենք նաև ունեն իրենց ուրույն տեղը։ Ես կարծում էի մինչև էս, որ հունվարի 6-ը, մինչև որ այս քանի ժամանակ ուսումնասիրեցի, որ հունվարի ինչ լավ է, որ մենք դեկտեմբերի 25-ը չենք տոնում, մենք հունվարի 6-ն ենք տոնում։ Հունվարի 6-ը չեզոք օր է եւ իրականում կապ չունի ոչ մի կռապաշտության հետ, բայց ընտրված սիմվոլիկ օր է, որը ինչ լավ է, որ մենք ասենք այդ կռապաշտության օրը չենք շարունակում, բայց հետո երբ որ ուսումնասիրեցի ու տեսա, որ հին հայկական հեթանոսության մեջ հունվարի 6-ը ընտրված է եղել նույնպես որպես կռապաշտական տոն։ Եվ հունվարի 6-ը նշվել է որպես Միհր Աստծո տոն, ով արևի եւ արդարության աստվածներ, չաստվածներ, այսպես ասեմ, էլի։ Կատարվում էր նաեւ կրակի պաշտմունք, որը վերափոխվեց հետագայում ճրակավառության, որը բերում էր լույս եւ մաքրություն, եւ կրակը համարում էին, որ ինքը քանի որ կրակ ունի մաքրող հատկանիշ, ախտահանող հատկանիշ, նրանք տոնում էին կրակի տոնը, այս մեր հին հեթանոսները։ Եվ հայ հեթանոսները նաև հունվարի 6-ին կատարում էին ջրով մաքրման արարողություն, որը բերում էր օշնություն եւ մաքրություն։ Ջրով մաքրման արարողություն։ Նաև կատարվում էր զոհաբերություն, ուշադրություն դարձրեք, կատարվում էր զոհաբերություն, որը կատարվում էր սնունդի տեսքով։ Հիմա եկեք ուշադրություն դարձնենք, հիմա մենք ինչ որ անում ենք այս նոր տարվա օրերին։ Տոնածառը կա։
Զարդարելը տոնածառի կա։ Բանը կա, այս տոնական օրերի հետ կապված, ոնց որ ասեցի, այդ կրակավառություն, մոմավառություն, մոմերը վառում ենք, այս ինչ ռոմանտիկ երեկոյա, չգիտեմ, այս ինչա, ճոխ սեղանները կա։ Այսինքն նշանակում է ժողովուրդ ջան, կարող է մի բան այն չի։ Եվ ինչը ճիշտն է, այս տոնից կարծում եմ այս նոր տարվա կերուխումից հոգնել են բոլորը։ Ճիշտ եմ ասում, ում սրտից խոսեցի, ես առաջինը ձեռքս կբարձրացնեմ։ Նոր տարվա կերուխումից սաղս ենք հոգնել։ Իհարկե ճիշտ է, որոշ մարդիկ առիթ են մանգալի փախնում են այդ ժամանակ ստե, ինչի համար, որտեղ հավես չունեն այդքան։ Խաշլամես կեր, խորովածս կեր, գաթես կեր, չգիտեմ, սաղի տունը նույն բաները սաղ կա ու բոլորին ստիպում են, որ ուտեն։ Նոր տարվա այդ կերուխումը իմ ամենաչսիրած օրերից մեկն է։ Անկեղծ եմ ասում, ես ամեն տարի որ գալիս եմ հունվարի 1-ից մինչև 3-4-ը, իմ ամենաչսիրած օրերն աշխարհի, որտեվ հավես չունեմ, ես ուտելիքի հետ տենց սեր ունեցող մարդ չեմ։ Իմ համար սովորական մի հաց ու պանիր լինի, իմ համար հերիք է։ Դրա համար ասենք այդ ճոխ սեղանները ինձ ընդհանրապես չի, ոչ գերում է, ոչ հետաքրքրում է։ Բայց այդ օրերին, որ ասենք նույն բանը, չէ նոր եմ կերել, չէ փորս ցաված, չէ չգիտեմ ինչ։ Մի հատ լավ խոսք կա, չէ, ոտանա որ ասում է դրա համար շատերն այսօր փախնում են այս կողմեկում։ Իջիր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը։ Օրինակ, եթե ինձնով մնար, ես ելնեի երկրի ղեկավար, կասեի ժողովուրդ ջան, այս նոր տարվա կերուխումերը դուս ա գալի, վերջ չկա տենց բան։ Ու կարծում եմ բոլորն էլ կասեին, ախ, պրծանք։ Բայց այսօր ամոթու ամեն տարի ասում ենք նոր տարի չենք անելու, բայց ամոթու ամեն տարի ինձ նոր տարի ենք անում, որ հետո մի քանի ամիս կամ մինչև տարվա վերջ այդ նոր տարվա վարկերը փակելով չենք կարողանում վերջացնել։ Լավ անցնենք առաջ։ Գառն ու հեթանոսական տաճարը կառուցվել է հենց Միհեր Աստծո պատվին, քանի որ նա արևի աստվածն էր համարվում։ Ո՞վ է եղել Գառնի Գեղարդ։ Հեթանոսական տաճար գնաց, դա Միհեր Աստծո պատվին կառուցված տաճարն է։ Ներկայումս մոմավառությունը եկել է նաև հեթանոսական ծեսերից, ուղիղ իմաստով կապված է կրակի պաշտմունքի հետ։ Իսկ ջրով մաքրման արարողությունը, ինչպես որ ասեցի, հեթանոսները նշում էին, դու գիտեք, որ մեր հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ը նշում են նաև Հիսուսի մկրտության օր։ Ոչ մենակ էդի աստվածահայտության օրն է, այլ նաև Հիսուսի մկրտության օրն է։ Հիմա ես դեզի բացատրեմ։ Հունվարի 6-ին Իսրայելում այնքան ցուրտ է, որ հունվարի 6-ին Իսրայելում ոչ մեկ ջրով չի մկրտվում։ Հիսուսը հունվարի 6-ին հաստատ ձեզ ասում եմ չի մկրտվել։ Բայց քանի որ հին տոների հետ կապված կա գալիս է, այդ օրը նաև ընդունեցին որպես Հիսուսի ջրով մկրտության օր։ Իսկ ինչ հուշումներ է մեզ տալիս Աստվածաշունչը։ Կարող եք գտնել հին եւ նոր կտակարանների մեջ այն տեղերը, որտեղ որ կապացուցեն իմ ասածների իսկությունը, որ Հիսուսը հունվարի հետ ընդհանրապես կապ չունի։ Առաջին մնացորդած 24-րդ գլխում գրված է այն մասին, որ ասում է Ահարոնը ինքը ուներ 4 որդի, չէ, Նադաբը, Աբիուդը, Եղիազարը եւ Իթամարը։ Եվ առաջին մնացորդած 24-րդ գլխում խոսվում է այն մասին, նաև հիշեցնում է այն մասին, որ Նադաբը եւ Աբիուդը մենք գիտենք, որ օտար կրակ մատուցեցին Աստծո առաջ եւ Աստված խփեց նրանց եւ Աստված սպանեց նրանց։ Եվ դրանից հետո քահանայական սերունդը շարունակեցին Եղիազարը եւ Իթամարը։ Եվ Դավթի ժամանակ, ուրեմն եթե չեմ սխալվում, Աբիաթար քահանան, չէ, Աբիաթար քահանայի ժամանակ, Դավթի ժամանակ, ուրեմն այս երկու սերունդներից ընտրվեցին 16 իշխաններ, 16 իշխան Եղիազարի սերունդից էր եւ 8 իշխան Իթամարի սերունդից էր։ Եվ ընդհանուր 24 իշխաններ ընտրվեցին եւ տաճարի ծառայությունը բաժանվեց 24 հերթափոխի։ Եվ մենք գիտենք, որ այս հերթափոխությունը հрьяաները կատարում էին ամենայն սրբորեն երբեք չէին խախտում մեկը մյուսի հերթափոխը եւ բոլորը գիտեին, թե ով երբ պետք է ծառայի տաճարում։ Եվ այս ծառայությունը կատարվում էր տարեկան 2 անգամ, այսինքն ամեն հերթափոխը տարվա մեջ 2 անգամ ինքը պետքա ծառայեր, որտեվ 24-ը բազմապատկած 7-ով ամեն մեկը մի շաբաթ էր ծառայում, ինքը չի անում 360 օր։ Հիմա ինչի 360 օր կբացատրեմ։ Եվ տարեկան ուրեմն լավ, sense բացատրեմ։ Քանի որ հрьяաները առաջնորդվում էին լուսնային օրացույցով, իսկ լուսնային օրացույցով տարին ունի 30 օր, 12 անգամ 30, որը անում է 360 օր։ Հետո դարձավ Գրիգորյան օրացույցով կամ չգիտեմ
Հուլիոսյան օրացույցով, որ փոխվեցին, սրանց մասին չեմ ուզում կանգ առնել։ Եվ 24 դասերը, որ կային, բազմապատկած 7-ով, բազմապատկած նաև 2 անգամ, որ տարվա մեջ պետքա ծառայեին, անում է 336 օր։ Հիմա կասեք, բա 360-ից հանած 36, այնտեղ 21 օրվա 24 օրվա տարբերություն է տալիս։ Հрьяաները, երբ որ 3 մեծ տոները նշում էին, 3 մեծ տոների ժամանակ, էդի զատիկներ կամ պասեկ կամ զատիկ կամ շավոտ կամ պենտեգոստեի տոնը, ինչպես որ մենք հիմա ենք նշում, եւ երրորդը սուկոտ կամ տաղավարած տոները, երբ որ նշում էին, հրեական օրենքի մեջ այսպես էր, բոլոր տղամարդիկ պետքա գային այդ ժամանակ Իսրայելի տաճար։ Բոլոր տղամարդիկ, որ երկրի որ ծերում ուզում էիր լինեիր, դու պիտի հավաքվեիր այդ ժամանակ տաճար։ Եվ այդ ժամանակ մի քահանայական դասը ինքը չէր կարող այդ ծառայություն անել։ Այդ ժամանակ ծառայություն էին անում տաճարում բոլոր 24 դասերը միասին։ Եվ 3 անգամ տաճարում, այսինքն պատկերացրեք, բացի իրանց այդ շաբաթական հերթականությունը, որ կար, որ անում էին ամեն մեկին 2 անգամ տարվա մեջ ընկնում էր, 3 անգամ էլ նրանք տաճարում ծառայում են բոլոր 24 դասերը միասին։ Այնտեղ մնաց տարբերությունը 3 օր։ 3 օրներ սա համարվում է նախապատրաստական, երբ որ ասենք պետք է հաջորդ օրը ծառայես, դու նախորդ ոնց որ նախապատրաստվում ես, չէ, որ հաջորդ օրը ծառայես։ Գալիս է եւ 360 օրը լրանում է։ Եվ տեսեք, ըստ մնացորդած 24-րդ գլխի, Աբիայի դասը, ուշադիր եղեք, Աբիայի դասը 8-րդն էր, ով որ պետքա ծառայեր։ Եվ քանի որ տարին սկսվում էր Նիսան կամ Ապիպ ամսով, ինչպես որ Աստծո խոսքը մեզ ասում է, չէ, անգամ զատիկը, որ հիմա մենք նշում ենք, ապրիլի 14-ը Ապիպ կամ Նիսան 14-ի հետ ընդհանրապես կապ չունի։ Կապ չունի։ Նիսան 14-ը սա լրիվ ուրիշ ամսաթիվ է։ Եվ հрьяաները նշում էին Նիսան 14-ով, եւ երբ որ հաշվում ես Նիսան 14-ից սկսած ամեն դասը մի շաբաթ, Աբիայի դասը երբ որ հասնում էր, Աբիան 8-րդն էր, հիշեք, Ղուկաս 1-5-ից 11 խոսքերը ասում է հետեւյալի մասին։ Հրեաստանի թագավոր Հերովդեսի օրերում մի քահանա կար, անունը Զաքարիա, Աբիայի դասակարգությունից, եւ նրա կինը Ահարոնի աղջիկներից, եւ նրա անունը Եղիսաբեթ։ Եվ եղավ, երբ որ նա քահանայություն էր անում իրեն հասած դասակարգության օրերում, հասկանում եք, չէ՞, որ վերաբերվում է այն գրաֆիկին, այն ցուցակին, ինչպես որ ինքը պետք է աներ։ Ասում է Աստծո առաջին քահանայության սովորության պես։ Սովորությունը ո՞րն է։ Որ ասենք էդի դարերով, քանի այդ մարդը կար, ինքը ծառայություններ անում, ինքը գիտեր, որ տարվա այս շաբաթը ու այս շաբաթը իր ծառայության օրերն են։ Իրեն ընկավ, որ Տիրոջը տաճարը մտնի խնկարկություն անելու, որտեվ իրանք էլ վիճակ էին գցում, այդ դասն էլ վիճակ էր գցում, թե ով պետք է մտնի տաճարի մեջ խնկարկություն անելու, եւ վիճակը ընկավ Զաքարիային։ Եւ ժողովուրդը բոլոր բազմությունը դուրս աղոթք էր անում խնկարկության ժամանակ, եւ Տիրոջ հրեշտակը երևաց նրանք կանգնած խուկի սեղանի աջ կողմը։ Եվ հետո իհարկե չկարդամ շարունակությունը, որ ասում է հրեշտակը երևաց, չէ, եւ Զաքարիային ասեց դու մի որդի կունենաս, որի անունը կտնես Հովանես։ Եվ այսպես եղավ Հովանես Մկրտչի ծնունդը։ Եթե տարին սկսվում է Նիսան կամ ապրիլ ամսով, եւ եթե հերթականությունը հաշվելով գալիս ես, եթե ինչ որ մեկը կհաշվի մի քանի օր էսկոմ ենկոմ սխալ կգտնի, ինձ խնդրում եմ մի քարկոծեք, ես ինչքան որ կարողացել եմ իմ կարճ խելքով հաշվել, ուրեմն այս օրը համընկնում է մայիսի 27-ից մինչև հունիսի 2-ը մեր գրիգորյան օրացույցով, եթե փոխենք։ Այսինքն նշանակում է, եթե մայիսի 27-ից մինչև հունիսի 2 ընկած ժամանակահատվածում հրեշտակը երևաց Զաքարիային եւ ասեց, որ դու որդի պետք է ունենաս, եւ մենք գիտենք, որ դրանից անմիջապես հետո Եղիսաբեթ հղիացավ, եւ նաեւ մենք գիտենք, չէ, բայց այսպես մի հատ ուրիշ հարց առաջացավ իմ մոտ։ Էսի եթե առաջի հերթափոխը հաշվես, բայց եթե անգարց երկրորդ հերթափոխին էր հրեշտակը հայտնվեց, որտեվ գրված չի, չէ, թե որ հերթափոխին հայտնվեց։ Երկրորդ հերթափոխի ժամանակ արդեն խառնվում է։ Երկրորդ հերթափոխը երբ որ փորձեցի հաշվեմ, էսի գալիս անգնում է նոյեմբերի 11-ից մինչև 17-ը։ Եվ եկեք մի հաշվենք Հովանես Մկրտիչի 9 ամիս ծնվելը եւ հաշվենք համել Հիսուսի 6 ամիս, որ Հիսուսը 6 ամիս ավելի մեծ էր, փոքր էր կներեք Հովանեսից, այսինքն Հիսուսը 6 ամիս ավելի ուշ ծնվեց։ Եվ Աստվածաշունչը մեզ ասում է, չէ, օրինակ Ղուկաս 1:26-ը ինքը խոսում է այն մասին, որ այդ 6 ամսի մասին է խոսում։ Եվ նաեւ Ղուկաս 1:36-ը կարող եք կարդալ, որ նույնպես խոսում է 6 ամսի մասին, ուղիղ 6 ամսի մասին է խոսում։ Այսինքն նշանակում առաջի հերթափոխից հաշված 9 ամիս գումարած 6 ամիս Հիսուսի ծնունդը պետք է անգնի սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին։ Կոնկրետ օր չեմ կարող ասեմ, որտեվ չեմ կարող հաշվեմ։ Բայց ընկնում էր սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին Հիսուսի ծնունդը։ Եթե հաշվես երկրորդ հերթափոխից, այսինքն եթե նոյեմբերի 11-ից 17-ն էր, Հիսուսի ծնունդը
պետք է, այսինքն 9 ամիս գումարած 6 ամիս Հիսուսի ծնունդը պետք է համընկնի ուրեմն փետրվար-մարտ ամիսներին, բայց ոչ երբեք հունվար ամսին։ Այսինքն հիմա տեսեք, ստեղ ինչ է դուրս գալիս։ Եթե առաջի հերթափոխն ես հաշվում, ստեղ հերիական մեծ տոներն են գնում, ուրեմն փողերի տոններ, խավության օրներ եւ տաղավարած տոներներ։ Այսինքն Հիսուսը պետքա ծնված լինի մոտավորապես այս տոների ժամանակ։ Մոտավորապես եմ ասում, այս կոմեն մի քանի օրը չեմ կարող ասել։ Եթե երկրորդ հաշվարկով ես անում, Հիսուսի ծնունդը համընկնում էր մոտավորապես հրեաների Փուրիմ տոնի հետ, որը դու գիտեք ինչ է, երբ որ Եստեր թագուհու միջոցով Աստված փրկություն բերեց Իսրայելին։ Այսինքն ինչը որ շատ ավելի հավանական է։ Հիմա տեսեք, շատ ուսումնասիրեցի այս մասին, շատ տեղեկություններ գտա, տարբեր աստվածաբաններ, տարբեր քարոզիչներ, տարբեր տեղեկություններ, չգիտեմ, այսօր համացանցում ինչ ասես կարող ես գտնել։ Հետաքրքիրն է, որ էլի մարդիկ կան, որ հենց էս կիսում են հենց էս գաղափարը, ունդեղ ինչ են ասում, բայց ասում են ավելի շատ հավանական է, որ առաջի հերթափոխի ժամանակ էր եւ Հիսուսը ծնվեց տաղավարած տոնի ժամանակ։ Բայց պատճառաբանությունը նաև էսա, որ ասում այնտեղ գրված է, չէ, հովիվները դաշտում էին, իրանց հոտերն էին հսկում, արածեցնում, չգիտեմ այդ, որտեվ ասում է, հա, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին նորմալ է, երբ որ հոտը դաշտում է, բայց ոչ փետրվար-մարտ ամիսներին։ Բայց ես էլ որպես մի քիչ ծանոթ հովությանը, որտեվ անընդհատ տեսնում եմ, սովորաբար ասենք բոլոր կենդանիները ձմռանը մնում են գոմում, բայց ոչ ոչխարներից։ Ինչի համար, որտեվ ոչխարը ինքը մի փոքր ձյուն էլ որ եկավ, չէ, այդ փուշը անգամ որ փափկում է, օրինակ տեսել եք մեր եզդի ներկայացուցիչները, որ իրանք ամբողջ ձմեռ հոտերը արածեցնում են։ Ինչի համար, որ կերի փող չտան, որտեվ ավելի հեշտ է, ոչխարը կարողանում է իր ցմբակով ձյունն էլ քանդի, տակից ինչ որ մի բան գտնի ուտի։ Հիմա որ ժամանակ ծնվեց Հիսուսը, չգիտեմ, բայց որ հոկտեմբերին չէր, կներեք, բայց որ հունվարին չէր, այդ մեկը հաստատ գիտեմ, որտեվ ինչքան ուզում է հաշվարկիդ մեջ սխալվես, ասենք մի 10 օր էս կոմ, 10 օր են կոմ, հունվարը մոռացեք, Հիսուսի ծնունդը հունվարին չէր, առավել եւս հունվարի 6-ին չէր։ Ինչ ուզում եք ասեք։ Ուրեմն տեսեք, ինչի համար այս օրը այդքան կարևոր չի։ Եվ օրն էլ իմ համար այդքան կարևոր չի։ Պարզ ասեմ իմանաք, չնայած ասենք լավ է, որ ասենք ծննդյան օրը գիտես, ասենք մարտի ծնունդը նշում ես, ասենք ճիշտ ծննդյան օրը, բայց իմ համար այդքան կարևոր չի ծննդյան օրը, որտեղ եթե այդքան կարևոր լիներ, Աստվածաշնչում գրված կլներ, թե կոնկրետ որ օրը ծնվեց Հիսուս Քրիստոսը։ Բայց որ այդ օրը եղավ, բայց որ այդ օրը փառավոր օր էր, ամեն, եւ որ այդ օրը, ինչ ասեմ, ամենահրաշալի ու ամենասքանչելի օրն էր երբևիցե աշխարհի ստեղծումից ի վեր, դա այն օրն էր, երբ որ Հիսուս Քրիստոսը ծնվեց։ Եվ այսօր մենք ճիշտ է, կարող ենք ասել, այսօր Սամսոնն էլ ասեց, չէ, Քրիստոս հայրավի մեռելոց օրհնյալ է հարությունը կամ հայտնությունը Քրիստոսի։ Մենք նոր տարվան ասում ենք, Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց մեզ եւ ձեզ մեծ ավետից, չէ, օրհնյալ է ծնունդը Քրիստոսի։ Ամեն օր մենք կարանք էսի ասենք, սրա մեջ ոչ մի վատ բան չկա, ամեն օր մենք կարանք ասենք, Տեր ջան, փառք ես քո օրհնյալ ծնունդի համար, որտեվ չգիտեմ կոնկրետ երբ է քո ծնունդը, բայց ամեն օր ես, օրինակ ասենք իմ աղջիկը, բանը, եթե ամեն օր չասի, 3 օրը մեկ ասում է, գիտեք, այսօր իմ ծնունդն է, ում իր մաման պետք է տորտ թխի, մոմերը պետք է դնի, փչի, հասկանում ես, բանը, 3 օրը մեկ կակ մինիմում մենք ծնունդ ենք անում, իմ փոքր աղջկա ծնունդը։ Այդ ո՞նց է, իմ աղջկա ծնունդը կարամ 3 օրը մեկ անեմ, մեր Տեր Հիսուսի ծնունդը ամեն շաբաթ չենք կարող մենք անենք, որ ասենք օրհնյալ է ծնունդը Քրիստոս, որ ծնվեցիր ու աշխարհ եկար։ Կամ ասենք, եթե ես չգիտեմ կոնկրետ Քրիստոսի հարություն, չնայած Քրիստոսի հարությունը, այսինքն զատիկը մենք կարանք տոշնի հաշվենք, տոյցի կարանք տոշնի հաշվենք, որտեղ Աստվածաշունչը կոնկրետ փաստեր է տալիս մեզ, երբ է Քրիստոսի հարությունը եղել, եւ եթե հաշվենք հրեական օրացույցով, լուսնային օրացույցով, մենք հաստատ կարանք նույն օրը նշենք զատիկը, որը որ իրոք պետքա նշվի։ Բայց եթե ամեն շաբաթ էլ ոնց որ Սամսոնն ասեց, որտեվ Քրիստոս հարություն առավ միաշաբթի օրը, չէ, այսինքն կիրակի օրը, եթե ամեն շաբաթ էլ ասենք Քրիստոս հարյավի մեռելոց, էսի ուրախ լուրա ժողովուրդ ջան, որ բոլորս պիտի պատասխանենք, օրհնյալ է հայտնությունը, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Հետաքրքիր է, նա ծնվեց որպես մարդ, այս մասին հիմա ամփոփենք անցնենք վերջին։ Նա ծնվեց որպես մարդ, նա հասակ առավ որպես մարդ, նա քաղց զգաց, նա հոգնածություն զգաց, նա ծարավեց, նա քնելու կարիք ուներ, նա արտասվեց, նա գթաց, նա խղճաց, նա տրտմեց, նա բարկացավ,
նա աղոթեց, նա աղաղակեց, նա ցավ զգաց, ինչի համար, քանի որ մարդկային մարմնի մեջ էր, նա նաև մեռավ որպես մարդ, բայց Աստծո խոսքը ասում է երրորդ օրը հարություն առավ մեռելներից։ Որպես մարդ նա կատարյալ էր, որպես ծառա նա շատ խոնար էր, որպես թագավոր նա յուրահատուկ էր։ Նա նաև եղավ որպես քահանայապետ, որպես բարեխոս եւ որպես Աստված, որի մասին մենք խոսենք հետո հաջորդ անգամ։ Հիսուսը լավ գիտի քեզ, ով Աստծո մարդ։ Նա լավ է ճանաչում քեզ։ Նա գիտի քո բոլոր խնդիրները, քո բոլոր զգացմունքները, քո բոլոր կարիքները։ Երբեմն ես նայում եմ դիմացինից ու չեմ հիշում ով է, ասում եմ ախպեր դեմքը տնես ծանոթ է։ Եվ որ բացատրում ասում եմ արա մոռացել էի ով ես դու։ Բայց հավատա, Տերը երբեք չի մոռանում թե ով ես դու։ Ես կարող եմ մոռանամ դիմացինիս անունը ու դիմացինիս ասեմ ախպերս քուրս գիտես ինչի համար, որտեվ անունը չեմ հիշում։ Բայց Տերը քեզ գիտի քո անունով։ Տերը անգամ ամեն աստղին գիտի անունով։ Եվ ինքը չի մոռանում երբեք քո անունը։ Դրա համար ժամանակն է սիրելի եկեղեցի։ Եկեք ծանոթանանք Հիսուսի հետ։ Այնքան լավն է Հիսուսը։ Հայտնության թղթերում Տերը ասում է եկեղեցիներին. գիտեմ քո գործերը։ Այսինքն ինչ է նշանակում։ Գիտեմ քո լավ եւ վատ արած գործերը։ Ինչ արել ես գիտեմ քո բոլոր։ Այս մենակ եկեղեցիներին չէ, ամեն մեկիս է վերաբերվում։ Տերը քեզ ասում է. գիտեմ քո գործերը։ Տերը երբ հայտնվեց Սավուղին, ինչ է ասում։ Նա սկզբից տեսավ լույսը, քանի որ լույսի ներքո երևում է ամեն բան, եւ ասեց. ով ես Տեր։ Եվ ասեց. Հիսուսն եմ, որին դու հալածում ես։ Այսօր երբեմն մենք էլ կարիք ունենք Տիրոջ հարցնելու ով ես դու Տեր, որտեղ Տերը գալի կողներով զնանցնում է, բայց քանի որ չենք ճանաչում Հիսուսին, չենք արձագանքում ընդհանրապես նրան։ Տեր ինչ ես կամենում որ անեմ, եւ Տերը Սավուղին ասեց թե ինչ պետք է անի։ Տերը Սավուղին չասեց ապեր, ընկեր։ Տերը ասեց Սավուղ, չէ ինչի համար, որտեղ գիտեր ում հետ է խոսում։ Ինչի համար, որովհետեւ Տերը ամեն մեկից ճանաչում է մեր անունով։ Այսօր Տերը մեզ նույնպես առաջնորդում է կյանքի աստիճանով դեպի վեր, փառք եւ հավիտենություն խոստանալով, բայց կան աստիճաններ, որոնց վրայով դու պիտի անցնես, ինչպես որ ինքը անցավ այդ աստիճանների վրայով։ Զեբեդեոսի որդիները միանգամից ուզում էին երկինքը, ուզում էին Հիսուսի աջ ու ձախ կողմերը։ Մենք էլ ենք ուզում, բոլորս միանգամից ուզում ենք դառնալ թագավոր։ Թող ինչ որ մեկը չասի, որ ինքը չէր ուզենա լինել թագավոր կամ թագուհի։ Դες մարդ չկա երկրի վրա։ Բայց շատերը ինչ ասեմ, չեն էլ պատկերացնում թե ինչի մասին է խոսքը։ Բոլորը միանգամից են ուզում դառնալ, բայց այդպես չի լինում։ Շատերը անգամ իրենց զգում են երկրի վրա որպես թագավոր եւ Աստված։ Օրինակ Սալվադորում մի հատ բանտ կա, որտեղ որ պահվում են աշխարհի ամենավտանգավոր մարդիկ։ Ու այդ կալանավորները sense արցունք է sense բա։ Եթե մի արցունք է նագոլ կարած, այդ նշանակում է մի մարդասպան է։ Եթե երկու արցունք արած, նշանակում է երկու մարդասպան է։ Եթե 3 արցունք արած, նշանակում է թիվ ու սահման չկա իր սպանած մարդկանց։ Եվ մեկին որ խոսացնում էին, ասեց մի 50 մարդ սպանել եմ, եւ այդ բանտը համարվում է այնպիսի մի բանտ, որտեղ որ ոչ մի իրավունք չունի կալանավորը։ Մինչև իր կյանքի վերջը ինքը պետք է մնա այդտեղ, իրան ոչ մեկ չի կարա այցելի, ոչ մեկ չի կարա իր մասին անգամ ինֆորմացիա իմանա, իրանք պահվում են ամենավատ դաժան պայմաններում այնտեղ, իրանք այնտեղ էլ պետք է մեռնեն։ Իրանց մասին ոչ մեկ իրաց դիակն էլ երևի չեն տալիս իրանց։ Վերջ։ Եվ հետաքրքիր է այնտեղ այդ բանը որ խոսացնում էին այդ բանտապանին, ինչ էր ասում, ասում էր այս բանտը նրա համար ասում էր, որ իրանք կարողանան հասկանան, թե ինչ է նշանակում, ասում էր, որ ժամանակին իրանք Աստված էին խաղում, որ իրանք էին որոշում, թե ով ապրի ու ով մեռնի։ Սալվադորը, որ եղել է մի ժամանակ չգիտեմ, այդ երկիրը, որ եղել է ամենահանցավոր երկրներից կամ քաղաքներից մեկը, հիմա համարվում է ամենաապահով երկրներից մեկը, եւ ինչ ասեմ, լոկ մի բանի համար, որ այնտեղ հանցագործներին լրիվ մեկուսացրեցին եւ առանձնացրեցին։ Այսինքն մարդը սիրում է Աստված խաղա։ Ժամանակին մենք գիտենք Ստալինն էլ էր Աստված ձևանում, Հիտլերն էլ էր Աստված ձևանում, այսօր շատ միջազգային առաջնորդներ այսօր Աստված են ձևանում, բայց իրականում նրանք պիտի խորտակվեն մի օր մեր Տեր Հիսուսի ոտքերի տակ։ Տերը մեզ խոստացել է, որ մեզ տալու է թագավորություն, բայց նախ ես ինքս պետքա կարողանամ հասնել այդ մակարդակին։ Ուրեմն նրա պես պետքա լինեմ մարդ բոլոր մարդկային հատկանիշներով։ Ունենամ հույզեր, ունենամ կարեկցանք, ունենամ սեր դիմացինիս հանդեպ եւ շրջապատիս մեջ։ Լինեմ մարդ ոչ թե արտաքինով, այլ լինեմ մարդ հոգով եւ էությամբ։ Նաեւ պետքա լինեմ ծառա, ծառայի բոլոր
պարտականություններով հանդերձ եւ ծառային վայել բոլոր խոնարհությունով եւ հնազանդությունով հանդերձ։ Հիսուսն ասեք նմանվեք ինձ, որ ես հեզ եմ եւ սրտով խոնար։ Հետո նոր կարող եմ անգամ չանհանգստանալ, կարող ես չանհանգստանալ ոչ թագիտ, ոչ էլ գահիտ մասին։ Խոնարհները չեն երազում թագ ու գահ, բայց խոնարհներին Աստված բարձրացնում է ինչպես որ Դավթին բարձրացրեց։ Դավիթը օծված թագավոր էր, բայց Դավիթը չէր վազում այդ գահին, մինչև որ Տերը իրան դրեց այդ գահի վրա։ Հասկանում ես։ Հիմա ամփոփենք ու վերջացնեմ։ Դարձիր որպես իրական մարդ, հաճելի Աստծո առաջ։ Դարձիր որպես հնազանդ ծառա, հավատարիմ մշակ, նվիրված քո գործին։ Դիր տաղանդներդ իշահ Աստծո գործի։ Տերը քեզ կտա կյանքի պսակը, որը շատ ավելի բարձր է իր արժեքով, քան ցանկացած գահ ու պսակ, որի մասին դու չես էլ կարող անգամ երազել։ Բայց հիշիր, մինչև որ կյանքի պսակը Տերը կդնի քո գլխին, դրանից առաջ մարդիկ քո գլխին դնելու են փշե պսակը, եւ դու պետք է այն կրես հոժարակամ, պետք է կրես այն մեծ պատվով։ Մինչև կբազմես երկնային գահին, հիշի, մարդիկ քեզ հաճույքով կգամեն անարգության խաչապայտին։ Միշտ դու կլինես հրեշտակների ցնծության աղաղակները լսողը, դու պետք է լսես մարդկանց թուքումուրը, մարդկանց նախատինքները, նրանց անեծքները ու նրանց հայոյանքները։ Մինչև Տերը քեզ կդիմավորի ոտքի վրա կանգնած ինչպես որ Ստեփանոսին, մարդիկ քեզ կցածրացնեն, քեզ կնսեմացնեն, քեզ կստորացնեն, մինչև որ դու կհասկանաս, որ դու ոչինչ ես։ Բայց հիշիր, ով որ խոնարհվի, Տերը նրան էլ բարձրացնելու է եւ նա էլ նստելու է Հիսուսի աջին կամ Հիսուսի աթոռին։ Հիսուս մեռավ որպես մարդու որդի, բայց Աստծո խոսքը ասում է նա հարություն առավ որպես Աստծո որդի։ Եվ այսօր սիրելի մարդ, եթե այսօր դու էլ պատրաստ ես Հիսուսի հետ մեռնելու որպես մարդու որդի, հիշի, հարության ժամանակ դու չես հարություն առնելու որպես մարդու որդի, Աստված քեզ հարություն է տալու որպես Աստծո որդի։